Շատ լավ, նորից բարի երեկո, փառք Աստծո, որ միասին ենք Աստծո կամոք ու ամեն անգամ իրապես միշտ մտածելով այսօր նորից էլի քայլում էի ինձ համար ու մտածում թե ինչքան օրհնված ենք, որ միասին ենք ու կարող ենք Աստծո խոսքը սերտել ու արդեն 10-րդ գլուխն ենք ավարտում եւ այսօր Մարկոսի ավետարանի 10-րդ գլխի վերջի բաժինն է, ինքը բավական մեծ բաժին է եւ շատ հետաքրքիր ու ոմանց համար դժվար ընկալելի, որովհետեւ խոսում է լրիվ աշխարհին հակառակ բաներ Քրիստոս, մենք այստեղ շատ նախընտրում ենք հարստություն, հարմարավետություն, լյուքս եւ արի ու տես, որ մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս լրիվ հակառակն է խոսում այն աստիճան, որ առաքյալներն իրենք էլ են զարմանում, ու այսօրվա տեքստը հենց սրա համար է եւ որպեսզի ավելի չխոսեմ, ուզում եմ միանգամից հիշեցնել, թե նախորդը ինչի մասին էր։ Նախորդը մի քանի նյութ էր, որից վերջինը այդ մեծահարուստ երիտասարդի մասին էր, ով հրաշալի կերպար էր, նախ որովհետև ինքը մանկուց ի վեր արդեն պատվիրանները պահել էր, խոնար էր Քրիստոսի առջև եկավ, ծնկի եկավ վազելով եւ ուներ բոլոր նախապայմանները լինելու այն երեխայի նման, որը որ Քրիստոսի արքայություն պիտի մտներ, որտեղ դրանից առաջ Քրիստոս խոսում էր երեխաների մասին ու ասում էր թույլ տվեք, որ գանի մոտ, որովհետև նրանց նմաններինն է երկնքի արքայությունը, բայց Քրիստոս տեսավ իր մեջ թուլությունը եւ փորձեց օգնել ասելու համար, որ այդ ամենը ձերբազատվիր այդ ամենին, տուր կարիքավորներին, վերցրու խաչը տուար իմ հետևից եւ ասում է վերջի այս միտքն եւ մարդ այդ խոսքի վրա խոժորված գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր։ Եվ անմիջապես շարունակությունը այսօրվա նյութն է, որ 23-ից մինչև 52-րդ համարներն է 10-րդ գլխի ու ասում է հետևյալը. Եվ Հիսուս այս կողմ այն կողմ նայելով ասաց իր աշակերտներին. ինչքան դժվարին է Աստծո արքայություն մտնել նրանց համար, որ հարստություն ունեն։ Եվ աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա, իսկ Հիսուս դարձյալ պատասխանեց նրանց եւ ասաց. զավակներս, ինչքան դժվար է Աստծո արքայություն մտնել նրանց համար, որ իրենց հույսը դրել են հարստության վրա։ Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծո արքայությունը մտնի։ Եվ աշակերտները առավել եւս էին զարմանում եւ միմյանց ասում, ապա ուրեմն ով կարող է փրկվել։ Նայելով նրանց Հիսուս ասաց. մարդկանց համար այդ անհնարին է, բայց ոչ Աստծո համար։ Պետրոսը սկսեց նրան ասել. ահավասիկ մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետևից։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ կամ քույրեր կամ հայր, կամ մայր, կամ որդիներ կամ ագարակներ ինձ համար կամ ավետարանի համար եւ այժմ այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա, տներ եւ եղբայրներ եւ քույրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ, հալածանքներ կրելով հանդերձ։ Եվ այն աշխարհում, որ գալու է հավիտենական կյանք։ Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ առաջին։ Եվ Երուսաղեմ ելնելու ճանապարհի վրային Հիսուս աշակերտներից ավելի առաջ էր գնում, իսկ նրանք, որ նրա հետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Եվ նա նորից վերցնելով 12-ին առանձին սկսեց ասել նրանց, թե ինչ բաներ պիտի պատահեն իրեն, ահա ելնելու ենք Երուսաղեմ եւ մարդու որդին պիտի մատնվի քահանայապետերին եւ օրենսգետներին եւ նրան մահվան պիտի դատապարտեն եւ հեթանոսներին պիտի հանձնեն։ Նրան պիտի ծաղրեն, նրան պիտի ծեծեն ու նրան պիտի թքեն եւ պիտի սպանեն եւ երրորդ օրը նա հարություն պիտի առնի։ Զեբեդեոսի որդիները Հակոբոսը եւ Հովանեսը գնացին նրա մոտ ու ասացին նրան. «Վարդապետ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ինչ եք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնորհ արա մեզ, որ նստենք մեկս քո աջում եւ մյուսս ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում, կարող եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, եւ այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով 10 առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի եւ Հովանեսի վրա։ Հիսուս նրանց իր մոտ կանչեց եւ ասաց. «Գիտեք, թե հեթանոսների մեջ իշխանավորներ համարվածները տիրում են նրանց եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա։
Ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով կամենամեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, եւ ձեզնից ով կամենաառաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետեւ մարդու որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն։ Եվ եկան Երիքով, եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմեի որդին կույր Բարտիմեոսը նստել մուրում էր ճանապարհի եզրին։ Երբ լսեց, թե անցնողը Հիսուսն ազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դավթի որդի Հիսուս, ողորմիր ինձ»։ Եվ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առավել եւս աղաղակում էր. «Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Հիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերվիր, վեր կաց, կանչում է քեզ»։ Եվ նա դեն գցելով իր զգեստները վեր կացավ, եկավ Հիսուսի մոտ։ Հիսուս նրան ասաց. «Ինչ ես ուզում, որ քեզ անեմ»։ Կույրը նրան ասաց. «Վարդապետ, աչքերս թող բացվեն»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Գնա, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ իսկույն նրա աչքերը բացվեցին, եւ ճանապարհին գնում էր նրա հետևից։ Այս հետաքրքիր համարն է, բավական լեցուն, որի մասին պիտի խոսենք, ու ամեն անգամ ուզում եմ հիշեցնել, որ մենք խոսում ենք մեր եկեղեցու հայրերի մեկնությունների հիման վրա, անշուշտ նաև օգտվում եմ մերօրյա մեկնություններից, որոնք շատ հետաքրքիր են, բայց իբրև այդպիսին միշտ պիտի հիմնվենք մեկնիչների վրա, ու դրա համար ամեն անգամ այստեղ դաշնամուրի վրա ես նաև դնում եմ 10 կետ Սուրբ Գիրքը սերտելու համար, որոնք ցուցակ են մեզ, ուղեցույց են մեզ ճիշտ հասկանալու Աստվածաշունչը կամ ինչպես պիտի հասկանանք այդ 10 կետերը անհրաժեշտ են, որ մենք իմանանք եւ ամեն անգամ այստեղ ես դնում եմ։ Սկսենք ուրեմն այսօրվա նյութը, որը բավական մեծ ու հետաքրքիր է։ Եվ ասում է, եւ Հիսուս այս կողմ այն կողմ նայելով ասաց իր աշակերտներին, ինչքան դժվարին է Աստծո արքայություն մտնել նրանց համար, որ հարստություն ունեն, եւ աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Ուզում եմ մի պահ պատկերացնենք, որ այս երիտասարդը ոգևորված եկավ, ծնկի եկավ, Քրիստոսին մոտեցավ, իրեն ուսուցիչ կոչեց ու նաև ամեն ինչ ուզում էր անել, որ փրկության ճանապարհին մնա, ու երբ որ Քրիստոս իրեն ասեց, որ ունեցածդ վաճառի ու արի իմ հետևից խաչդ վերցնելով, շատ տխուր, մռայլվեց, դեմքը խոժոռվեց ու Քրիստոսին մերժելով մեջ կարեց ու գնաց։ Ու այս պահն է, որ Քրիստոս փաստորեն պատկերացրեք նայում է իրեն եւ նայելով այս երիտասարդին, որ մեջ քարած գնում է իրենից հեռու, որովհետեւ հարստությունը թույլ չտվեց, որ մոտենա իրեն, այս բառերն է ասում, նախ այս ու այն կողմը նայում Քրիստոս ու ասում է իր աշակերտներին, ինչքան դժվարին է Աստծո արքայություն մտնել նրանց համար, որ հարստություն ունեն։ Եվ ասում աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Ինչու են զարմացած, որովհետեւ հրեական մտայնության մեջ հարստությունը օրհնություն էր։ Եվ իրենք անընդհատ մեջ էին բերում հարուստ նախահայրերին, Աբրահամի նման եւ մյուսների ու ասում էին, տեսեք, սա օրհնություն է եւ Աստված օրհնում է մեզ, երբ որ մենք հարուստ ենք։ Ու փաստորեն այս մտայնությունը Քրիստոս փոխում է ասելով, որ ինչքան հարուստ ես, այնքան շատ ավելի դժվար է քո համար մտնել երկնքի արքայություն։ Այլ խոսքով ինչ է ուզում Քրիստոս ասել, որ հետագայում առակի միջոցով մենք տեսնելու ենք Ղուկասի ավետարանի մեջ, որ մենք այս հարստության ինչ էլ որ ունենք, մի բաժակ սուրճ, թե մեծ հարստություն, այդ բոլորի տերը չենք։ Մենք տնտես ենք, անգլերենով ասած մենեջեր, դրա համար ունենք մեծ պակի շրջանում տնտեսի կիրակին, տնտեսի առակն ենք հիշում։ Այլ խոսքով սա տրված է Աստծուց մեզ, որպեսզի մենք ճիշտ տնօրինենք մեր ունեցածը, ինչ որ մեզ է փոխանցվել։ Եվ եթե դա մենք մեզ ենք փորձում պահել ու չտալ մյուսներին, ովքեր որ կարիքի մեջ են, մեր չափով, ապա բնականաբար նաև հանգելու ենք նրան, որ Տերը մեզ մի օր կանչելու է, ասելով քո տնտեսության հաշիվը տուր, ինչ արեցիր իմ տվածով, որտեղ այն ինչ որ ունես, իմ տվածն է լինելու։ Սա էր, որ Քրիստոս ուզում էր մեզ հստակ բացատրել։ Ուրեմն ինչ է դուրս գալիս, որ դրամը Աստծո արքայություն մտնելուն ոչ թե օգնում է, այլ դժվարացնում է։ Ու սա շատ կարևոր է, որովհետև աշխարհում դրամը շատ բաներ հեշտացնում է։ Եթե ունես դրամ, կունենաս լավ շրջապատ, լավ բժիշկներ եւ այլ եւ այլ։ Դրամը օգնում է, լավ մեքենա, լավ տուն, բայց հակառակ դրան Քրիստոս մեզ ասում է, ու եթե մենք քրիստոնյա ենք ուշադիր պիտի լինենք իր ասածին, որ ինչքան շատ ենք ուզում կուտակել, այնքան դժվարանում է այդ արքայություն մտնելու դուռը ունթու միջև գնալու այնքան, որ ասեղի անցքի չափ է դառնում, այսինքն այնքան փոքրանում է, որ գրեթե անհնար է լինում այլևս
մտնել այդ դռնից ներս։ Ինչու, որովհետև ինչքան կուտակում ես ունեցածը, այնքան ավելի ես կարևորում քո ունեցածը եւ դրանից կախվածության մեջ ես ընկնում։ Ու շատ հաճախ է, վստահ եմ բոլորս էլ եթե անկեղծ լինենք մեր մեջ, կապ չունի թե ինչքան ունենք, բայց ինչ էլ որ ունենք, ի վերջո դրանք որոշապես մեզ կախվածության մեջ են գցում ու ինչքան կախվածության մեջ են մեզ գցում, այնքան ավելի մեր դեպի Աստված գնացող ճանապարհը դժվարանում է։ Ավելին, երբ որ ունես այնքան, որ այլևս կարիք չունես, կարող ես բավարարվել ունեցածովդ, բայց մարդը դրանով չի բավարարվում հաճախ, ինքը գնում է լյուքսին, ինքը գնում է բրենդին։ Այդ նույն բանը, որ կարող էր լինել, օրինակ, X գումար, 5 անգամ կամ 10 անգամ ավելի թանկ է, որովհետև բրենդ կա վրան գրած, ու այս վերջերս ինչքան շատացել են այս բրենդերը, ու դու առնում ես բրենդը, որպեսզի ցույց տաս, որ դու ունևոր ես, որպեսզի ցույց տաս, որ քո ստատուսը բարձր է։ Այլ խոսքով, դու ավելորդության վրա ես սկսում ծախսել, փոխանակ ծախսես այն բանի վրա, որ այսօր այս պահին քո հարազատը, քո ընկերը, քո քրիստոնյան կարիք ուներ զուտ մի կտոր հացի, իսկ դու այդ հացը չես տալիս, այլ ճոխության ու բրենդերի վրա ես օգտագործում դա, որպեսզի մարդիկ տեսնեն, որ քո ժամացույցը բրենդ է, եւ այլն, քո զգեստը բրենդ է, քո պայուսակը բրենդ է, եւ այսպես շարունակ։ Ահա թե ինչ էր, որ Քրիստոս ասում էր, ու այսօր երևի թե առավել քան երբևէ այս խնդիրը շատ հրամայական է, եւ եթե անկեղծ լինենք մեր հետ, գիտենք, որ այդ բրենդ կոչվածը կամ այդ լյուքս կոչվածը իրոք ավելորդություն է, բայց արի ու տես, որ մարդ իրեն գցում է այդ ավելորդության մեջ ու դրանով ավելի է նեղացնում, ինչպես որ ասացի, իր ճանապարհը։ Եվ հետաքրքիր է, Քրիստոս կարծես թե մի անգամ ասելով պիտի բավարարվեր։ Ինքը երկրորդ անգամն է շեշտում ու ասում է, իսկ Հիսուս դարձյալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զավակներս, ինչքան դժվար է Աստծո արքայություն մտնել նրանց համար, որ իրենց հույսը դրել են հարստության վրա»։ Իսկ երկրորդ անգամը ինչ է նշանակում, որ ուզում եմ մեկ անգամ եւս ասեմ, որ հասկանաք։ Իսկ այս անգամ օգտագործում է զավակներս բառը հունարեն թեքնիա կամ թեքնա բառն է, որ նշանակում է երեխաներ, այլ խոսքով սա է շատ հետաքրքիր է, նախ ցույց տալով իր մտերմությունը իր աշակերտների հետ, որ իրենք օտար մարդիկ չեն, իրենց իբրև զավակ է ցույց տեսնում Քրիստոս։ Եվ մյուս կողմից ցույց տալով, որ Քրիստոսը մենակ մեր եղբայրը չի, ուղղակի բողոքականյան ընկալման մեջ շատ հաճախ, որով նաև մենք երեխաներին էլ ենք փոխանցում, Քրիստոս մեր ընկերն է կամ մեր եղբայրն է։ Չէ, այստեղ նաև ավետարանը մեզ օգնում է հասկացնել, որ Քրիստոս մեր հայրն է, որովհետև հայրն է միայն ասում զավակներս, երեխաներս, այլ խոսքով։ Ու դրա համար հաճախ մենք ոչ միայն հայր Աստծուն ենք տեսնում իբրև հայր, այլ նաև Քրիստոսին ենք տեսնում իբրև հայր, որովհետև ինքը իր իշխանությամբ, իբրև կատարյալ ու ճշմարիտ Աստված, մեր բոլորի նաև ստեղծիչ ու արարիչ հայրն է, ու դրա համար ուզեց նաև, որ այս բառը իր առաքյալներին ասելով նաև մեզ փոխանցի։ Ինչու էր սա ասում? Այս դեպքում մի քիչ ավելի բացում է փակագծերը, ասելով մարդիկ, այն մարդիկ են, ովքեր իրենց հույսը դրել են հարստության վրա։ Այսինքն, այստեղ գրում եմ նրանք, ովքեր նյութական բարեկեցությունը ունեն, սկսում են իրենց հույսը ունեցվածքի վրա դնել ոչ թե Աստծո, եւ աստիճանաբար դառնում ենք ինքնահավան եւ ամբարտավան, arrogant։ Հակառակ երեխայի, ով իր հույսը դրել էր իր ծնողի վրա։ Կհիշեք, մի գլուխ առաջ, իրականում հենց այս գլխի մեջ Քրիստոս խոսում էր այն մասին, որ եթե չդառնաք ու չնմանվեք այս երեխաներին, երկնքի արքայությունը չեք մտնի։ Իսկ ինչու էր սա։ Խոսեցինք երեխայի կերպարի մասին, բայց մեկը հիշեցնեմ, որ ասում էր երեխան իրապես հայրերս այն ասում, իր հույսը դրել է իր ծնողի վրա։ Եվ եթե ծնողը ինչ-որ բան ասում, անվերապահ կատարում է, որտեղ ինքը կատարյալ վստահություն ունի իր ծնողին, իր հորն ու մորը։ Բայց ինչքան մեծանում ենք, այնքան մենք սկսում ենք անկախանալ ու ավելի վստահել ինքներս մեզ, քան թե մեր ծնողին։ Քրիստոս ավերում ասելու համար, որ ինչքան էլ մեծանաս, Աստծուց չես մեծանալու, իսկ Աստված կատարյալ ծնողը տա, ու ինչքան դու դեռ կախվածություն ունես քո հայրից, երկնավոր հորից Աստծուց, այնքան ավելի դու երեխային նման ես, որովհետև ամեն ինչ որ դու ունես, իրանով է եւ իր համար է, եւ ինչ որ անում ես, պիտի անես նաեւ իրեն։ Այսինքն միշտ զավակ ենք մնում Աստծուն եւ երբեք չեն կարող հավասարվել նման Բաբելոնի այն մարդկանց, ովքեր աշտարակը շինեցին, որ հավասարվեն Աստծուն, ու ինչ դուրս եկա, որ Աստծուն զայրացրեցին եւ
սկսեց մարդկանց գործաման երկրորդ փուլը։ Ուրեմն երբեք պետք չի, որ մենք Աստծուն հավասար մեզ դիտենք, միշտ Աստծուն իբրև զավակ պիտի մոտենանք, ունենալով մեր երկնավոր հայրը։ Եվ փաստորեն հենց սա էր, որ ասում էր, ու այստեղ նաև Քրիստոս օգնում էր մեզ մի շատ կարևոր մտքով, որ ասում էր անիրավ մամոնայից բարեկամներ կերտեք։ Շատ հետաքրքիր է, այսինքն եթե ունես այդ նյութը, եթե Աստված քեզ օրհնել է այդ նյութը տալով, դա օգտագործի քեզ հոգևոր բարեկամ, մեկը որ քո բարին է կամենում, ստեղծելու, կերտելու։ Ինչքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում, սա էր ասում Քրիստոս, ու ինչքան շատ ես պահում քեզ, այնքան շատ ես կորցնում։ Եվ սա է փաստորեն գաղտնիքը ունևորի ու չունևորի, այստեղ հայրերը միշտ ասում են, շատ սխալ ընկալում չլինի, որ աղքատը ավելի լավն է, քան հարուստը, երբեք այդպես չի, որովհետև եթե հարուստի մեծագույն խնդիրը հպարտությունն է, աղքատի մեծագույն խնդիրն էլ նախանձն է, երկուսն էլ մահացու մեղքեր են։ Քրիստոս հետագայում աղքատների մասին էլ է խոսելու, այդ հարցերը տալու է, այդ բուժումը տալու է, բայց այս պարագային ինքը կենտրոնացել է հարուստի վրա, որ չլինենք ամբարտավան, ինքնահավան եւ մեր հույսը չդնենք նյութի վրա, այլ խոսքով նյութը դարձնենք Աստված։ Հիշենք, որ Աստված ամեն ինչից վեր է։ Եվ այստեղ է դրա համար ի սկզբանե 5 կտակարանում արդեն ինքը 10-որդի օրինակը տվեց, որ ունեցածից 10% տուր, որպեսզի բաշխվի համայնքի մեջ։ Եվ դա իրապես քայլում է, այսօր էլ շատ հաճախ օրինակի համար տեսնում ենք շատ բողոքականյան եկեղեցիներ, աղանդներ այդ 10-որդի վիճակը ունեն եւ դրանով իրենց նյութականը անհամեմատ ավելի շատ է, քան ասենք օրինակ մերը, բայց այստեղ մենք ունենք նոր կտակարանյան օրինակ, ահա թե ինչու եկեղեցում 10-որդ հաճախ չկա կամ շատ քիչ ա եղել, եթե եղել է հայ եկեղեցում, որովհետև այրի կնոջ օրինակը այլ բան էր ասում, որ ոչ թե ավելացածից 10% տուր, այլ ունեցածիցը տուր, ավելացածից չէ, ավելորդից չէ, այլ ունեցածից տուր, որ արժեքը իմանաս, որ ես սա ունեի, բայց իմ ունեցածը քեզ եմ տալիս, ու դա շատ ավելին է, ու հիմա Մարկոս 12-ի մեջ, ընդամենը 2 գլուխ հետո մենք այրի կնոջ օրինակը միասնաբար պիտի նաև սերտենք։ Եվ դրա համար նաև շարունակում էր Քրիստոս ասելով ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծո արքայությունը մտնի, եւ աշակերտները առավել եւս էին զարմանում եւ միմյանց ասում, ապա ուրեմն ով կարող է փրկվել։ Տեսեք, գրաբարյան պարան կա, հաճախ ուխտել ենք տեսնում, եւ այստեղ հարցը ուխտ թե պարան։ Մի տառի տարբերություն է, կամելոն թե կամիլոն։ Բայց ավելի տարածված է գոնե այսօր այն տարբերակը, որ երևի թե ավելի հին օրինակը ուխտն է, ոչ թե պարանը, եւ տարբեր բացատրություններ են տալիս։ Ոմանք ասում են, այդ ուխտը այդ Երուսաղեմի դարպասներից մեկն էր, որ շատ փոքր էր եւ ուխտը շատ դժվար էին անցնում այդ դարպասի մեջ։ Ինչ է լինի պարագան, տարբեր բացատրություններ, եթե մի կողմ թողնենք, շատ հստակ մի բան կա։ Ամենամեծ կենթանին Հրեաստանի մեջ ուխտն էր ու ամենափոքր բան, որ մարդ կարող էր մտածել, դա ասեղի անցքն էր, եւ ուրեմն Քրիստոս այդ երկու մեծ տարբերություններն է տալի, կամ պարան ու ասեղի անցք, ասել է, որ չափազանց դժվար պիտի լինի դրա մեջով անցնել, որովհետեւ երբ ճոխին սովորում ես, էլ հետ չես ուզում դառնաս, պարզ օրինակ բերենք, երբ որ հարմարավետությունը կա, էլ չես ուզում հետ դառնաս ու դրա համար ավելին ես գնում, որովհետև դրա ճոխն էլ է գալիս, դրա նորն էլ է գալիս, դրանից հարմարավետն էլ է գալիս ու անընդհատ դու գնում ես, որովհետև այդ մարմնական հարմարավետությունը մի կողմից, երկրորդը եսը դա շոյում, լավ է, հաճելի է դա քեզ ու դա ի վերջո քեզ ինչ է անում, ստրկացնում է։ Մենք խոսեցինք այն նախորդ անգամ եւ Էմիլը եւ Սևան Սարգսակը խոսեցին Անտոն Անապատականի մասին, միայն ինքը չի, բազում վանականներ կամ անապատականներ իրապես իրենց կյանքով ցույց են տվել ամբողջ մարդկության պատմության մեջ, որ հնարավոր է ամեն ինչ թողնել, ունեցածդ ու գնալ Քրիստոսի հետևից, գնալ վանքեր ու ճգնել ու դրանով ի վերջո նաև սրբանալ, բայց այստեղ Քրիստոս բոլորից չի ուզում, որ անապատական ու վանական դառնանք, այլ ուզում է, ինչպես որ ասացի, այդ մեր ունեցած տնտեսությունը, որ ինքն է մեզ տվել, ճիշտ օգտագործենք դիմացինի համար, որովհետև եթե Քրիստոս շատ հստակ էր ասում, եթե դիմացինին ես տալիս, ինձ ես տալիս, իսկ եթե քեզ ես պահում, ինձ չես տալիս,
Ուրեմն ասում էր ինձ փող տուր, որպեսզի ես քեզ հարուրապատիկ ավելին տամ ու հենց այս կոնտեքստի մեջ դեռ մենք սա ենք տեսնելու։ Ու դրա համար հայրերը հաճախ ասում են մեջն է ընտրությունը հարստանալ աշխարհայինով, թե հարստանալ Աստծով։ Որովհետև հետաքրքիր բան է, ասում էր կարող է սա լինել իմ ունեցվածքը, չգիտեմ, դա նյութական առումով բոլորս ունեցվածք ունենք, չկա մեկ այստեղ, որ նյութական առումով ունեցվածք չունենա, բայց մենք ունենք նաև հոգևոր ունեցվածքներ, որոնց մասին հաճախ չենք մտածում կամ որոնք պահելու մասին հաճախ չենք մտածում։ Մեր ունեցվածքը մենք փորձում ենք պահել, օրինակ այս դրամապանակս, որ ես շատ ծրված եմ, հաճախ եմ կորցնում, Մեսրոպ ինձ օգնել է ինչ-որ մի բան ա դրել մեջը, որ ասենք մոռանամ, ասի այս ինչ տեղն է, հեռախոսով ստուգում եմ, որ գնամ գտնեմ։ Այսինքն ես ջանք եմ թափել, որ այս դրամապանակս գտնեմ, պահեմ, ու բոլորս հասկանում ենք սրա արժեքը, որտեղ աշխարհի մեջ ենք։ Բայց արդյոք ես հասկանում եմ, հենց իմ վրա եմ վերցնում, որ ես նաև պետքա պահեմ դրամապանակից առավել իմ հավատը, իմ Աստծո հանդեպ ունեցած երկյուղը, իմ խոնարհությունը, իմ սրբությունը, նաև իմ դիսցիպլին, ինչպես որ ասում է Սլավյանոսը 5-6-րդ դարի հայրերից մեկը, որտեղ ասում է նրանք ինչ որ ունես, բոլորը կորստյան ենթակային նյութը, բայց այս ինչ որ ինքը շեշտեց, դրանք կորստյան ենթակա չեն, դրանք հավիտենական են։ Ու սա նոր կոնցեպտ իմ առջև բացեց։ Իրապես ես ինչքան որ ջանք եմ թափում նյութը պահելու, արդյոք դրա կեսը ջանք թափում եմ պահելու հավատս, պահելու իմ Աստծո հանդեպ երկյուղը, սրբությունը, խոնարհությունը կամ հավատքի դիսցիպլինը, թե ոչ։ Եվ եթե չէ, ուրեմն անելիք ունեմ նաև այստեղ ու հայրերը դրա համար մեզ ուղղորդում են դեպի այս նաև, որը շատ ավելին է ու շատ կարևոր, քան կորստականը։ Եվ դրա համար, երբ որ առաքյալները նորից այս հարցադրումն են տալիս, նայելով նրանց Հիսուս ասաց, մարդկանց համար այդ անհնարին է, բայց ոչ Աստծո համար։ Որտեվ առաքյալների մոտ մի պահ եղավ, որ ուրեմն որևէ մեկը չի կարող փրկվել, որտեվ իրենք դեռ այն մտայնությունն ունեն, որ հարստությունը շատ կարևոր դեր է կատարում փրկության համար, եւ այստեղ Քրիստոս չի ուզում ասել, որ բոլոր, ինչպես որ ասացի, ունևորները կործանվելու են։ Այստեղ, բայց ասում է Աստծո մատն է գործանում, Աստծո ներկայությունն է գործանում։ Եվ եթե մեզ թվում է, թե մենք միայնակ ենք, սխալվում ենք ու այստեղ Աստված է, որ մեզ օգնելու է, որ մենք փրկության արժանանանք։ Եվ հետաքրքիր է, ուղղակի ուզեցի նաև Օգոստինոս Երանելու այս միտքը բերել, որպեսզի մի քիչ էլ խոսենք այս հարստության մասին ու անցնենք այս նախադասություն։ Ասում է աշխարհային հարստությունը պահում ենք վախով եւ կորցնում ցավով։ Հարուստների համար շատ դժվար է մտնել արքայություն, իսկ հարստություն սիրողների համար, ինչ որ ասում էր Քրիստոս, անհնար։ Սովորեցրու Տեր, սա էլ արդեն իր աղոթքն է, այս դժվար դասը, որ կարողանանք մեր ունեցածը խեղճմտությամբ տնօրինել եւ ագահորեն ավելին չցանկանալ, քան դու տալիս ես։ Գալով այս նյութին, որ ասում եմ մարդկանց համար այդ անհնար է, բայց ոչ Աստծո համար, Աստծո միջամտությունը այստեղ անհրաժեշտ է, Աստծո ավետարանը պիտի սկսի աշխատել մեր մեջ, որի շնորհիվ սկսում ենք սովորել կախվածությունից հրաժարվել, ինչ իրապես շատ դժվար է։ Այլ խոսքով, նյութը մեզ կախվածության, այսինքն dependence-ի մեջ է պահում։ Եվ այստեղ ես մի պարզ օրինակ եմ բերում։ Պարզ սուրճը կամ նրանք ովքեր որ ծխում են, միշտ բողոքում են, սիգարետը, ծխախոտը, ինքը մարդուն ահավոր կախվածության մեջ է պահում։ Ուր մնաց առատությունը։ Ինչքան սա է մեզ կախված կամ հարմարավետությունը։ Ուրեմն երբեմն մենք տեսնում ենք, որ մենք սուրճից կամ ծխախոտից կախված ենք, բայց հաճախ չենք տեսնում, որ մենք առատությունից ու հարմարավետությունից ենք կախված, ու ինչքան Քրիստոսին ենք մոտենում ու ավետարանին ենք մոտենում ու լսում ենք ավետարանը, այնքան ավելի այդ կախվածությունը, այդ բոնդիջը, այդ որ ձեռքերս ու ոտքերս կապել է, սկսում է թուլանալ ու ի վերջո մի օր կարողանում ենք դրանից ձերբազատվել։ Դրա լավագույն օրինակը մեզ տալիս է պահքը, որ այնտեղ էլ նյութից ենք կախված, հացից ենք կախված, ու ի վերջո կամքով ասում ենք, ես այս կախվածությունից մի կողմ եմ թողնելու, այլևս իմ ուզածը, իմ սիրած, չգիտեմ, ուտեսները չեմ ուտելու, ու հետո որոշ ժամանակ հետո թերևս դժվար է լինում, բայց հասկանում ես, որ հնարավոր է, ու ի վերջո դու դրա օգուտն ես տեսնում, որը շատ ավելի եւ նյութական է, մարմնական եւ հոգեվոր։ Ուրեմն դա հնարավոր է։ Եվ ինչի սա ասացի, ու այստեղ եւս մեկ նախադասություն դրեցի, որ զգուշանանք բացառություններից
եւ այդ բացառությունները նորմ դարձնելուց։ Հաճախ ասում ենք, որ բայց Աբրահամը հարուստ էր, օրինակ։ Այո, Աբրահամը հարուստ էր եւ Աստված իրեն ընտրել էր, բայց սրանք ամբողջ նախ 5 կտակարանյան են, երկրորդը բացառություններ են։ Հատուկենտ կտեսնեք նոր կտակարանյան կերպարներ, որոնք ջատագովում են հարստությունը ու դա նորմալ է։ Բոլոր առաքյալները հարուստ չեն։ Մաքսավորը ինքնին Մատթեոսը հրաժարվեց իր հարստությունից, օրինակ։ Ինչու, որովհետև դա ավելորդ բեռ էր։ Ինչու եմ սա ասում, որ մենք երբեմն այդ բացառությունն ենք որոշում ընտրել, քան թե նորմը։ Բացառություններ են սրանք, եւ մենք կարող ենք լինել այդ բացառությունները, այստեղ ոչ մի բան չկա, բայց իբրև իմաստուն մարդ չես ուզում բացառության հետևից գնալ, ուզում ես նորմի հետևից գնալ։ Նույնը խաչի վրայի ավազակի օրինակն եմ բերում։ Հաճախ ասում են, դե խաչի վրայի ավազակը փրկվեց։ Ես միջև վերջ կապրեմ իմ կյանքը ու վերջում ավազակի նման այդ չենսը կունենամ, որ ապաշխարեմ ու փրկվեմ։ Այո, խաչի վրայի ավազակը բարի ավազակը Քրիստոսի կողմից արդարացվեց։ Բայց դու չգիտես երբ ես մահանալու ու եթե ուզում ես կյանքդ վայելել, մտածելով որ վերջի պահին կապաշխարես ու կմտնես Աստծո արքայություն, զգուշացիր, որովհետև դա բացառություն էր։ Դա Աստծո ողորմածության մեծությունն էր ցույց տալիս, մի չարաշահի Աստծո ողորմածությունը, միգուցե դրան չհասնես։ Միգուցե չիմանաս, քնես ու չզարթնես, որովհետև ոչ ոք չգիտի, որ վաղը ինքը ողջ լինելու է, թե չէ։ Ու սա էր, այլ խոսքով նորից ուզում եմ հիշեցնել, որ եկեք բացառությունները նորմ չդարձնենք։ Բայց շատ կարևոր նախադասություն ուզեցի այստեղ մեծատառով գրել, որ հետևյալն էր. Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Եվ սա ամենակարևոր միտքն է իմ կարծիքով, որ ես պիտի իմանամ, որ իրապես Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Ու նույնիսկ մարդու կարծեցյալ անհնարինը Աստծո համար հնարավոր է։ Մնում է, որ մենք հավատանք։ Ու հիմա պիտի տեսնենք այս կույրի օրինակով, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն, հավատալ, որ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է ու ստանալ այն, ինչ որ որևէ մեկը չէր պատկերացնում, որ կարելի է ստանալ։ Վերադառնանք Նյութին։ Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահավասիկ, մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետևից»։ Քանի որ արդեն հասկացավ առաքյալները, հասկացան, Պետրոսը առավել եւս հասկացավ, որ Քրիստոս այս ճանապարհն է ուզում իր աշակերտների համար, միանգամից ուրախացավ ու ասաց. «Տես, մենք ամեն ինչ թողել ենք, ամեն ինչ թողել ու եկել ենք քո հետևից»։ Փաստորեն այստեղ երկու բան է աշակերտից ակնկալվում. քրիստոնյայից, իբրև Քրիստոսի աշակերտ։ Թողնել ամեն ինչ եւ գնալ Քրիստոսի հետևից։ Եվ հետաքրքիր է այս պարագային, եթե դու պատրաստ ես թողնել նյութը ու գնալ Քրիստոսի հետևից, աշխարհի համար դու թշվառ ես միգուցե, բայց Աստծո համար դու ամենահարուստն ես։ Ու այս միտքը Պողոս առաքյալն է ասում, հետաքրքրորեն 2 Կորինթացիս 6-ի մեջ, երբ որ ասում է իբրև թե մոլորեցնող ենք, բայց ճշմարտությունից չշեղվածներ ենք։ Իբրև թե անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև թե մահամերձներ, բայց եւ ահավասիկ կենդանի ենք, իբրև թե պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, իբրև թե տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրև թե տնանքներ, հոմլես, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։ Եվ սա է քրիստոնեական մոդելը։ Կարծես թե աշխարհը քեզ ուրիշ բան է կարծում, բայց իրականում դու գիտես, որ դու ամեն ինչ ունես, ոչ թե ոչինչ չունես, բայց ամեն ինչ ունես։ Եվ այստեղ մի հետաքրքիր միտք կա, որ Քրիստոս ավելի խորն է տանելու։ Պետրոսը հավատաց, որ ինքը ամեն բան, ոչ միայն ինքը, այլ բոլորը, այդ աշակերտներից 12-ը ամեն բան թողել են ու հետևում են Քրիստոսին, եւ այդպես էլ կար։ Նյութական կարծես թե ամեն ինչ թողեցին ու հետևում են Քրիստոսին, բայց արդյոք դա այդպես է, մենք 2 սլայդ հետո կտեսնենք։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար, կամ ավետարանի համար, եւ այժմ այս ժամանակի մեջ հարուրապատիկը չստանա տներ եւ եղբայրներ եւ քույրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ հալածանքներ կրելով հանդերձ եւ այն աշխարհում, որ գալու է հավիտենական կյանք»։ Հետաքրքիր է, նախորդ գլխում ասում էր Տերը, ինչ էր ասում, որ ամուսինը այրը պիտի թողնի իր հորն ու մորը եւ գնա իր կնոջ հետևից եւ երկուսը պետք է դառնան մեկ մարմին։ Ու այստեղ կարծես թե իրան հակասում է, որ եթե թողնես քո կնոջը եղբայրներին, քրերի, ծնողներիդ,
հարուրապատիկ է ստանալու։ Արդյոք ինքը ուզում է, որ մենք թողնենք։ Բնականաբար ոչ։ Քրիստոս ուղղակի այստեղ ավելի խորքայինը պիտի հասկանանք։ Ասում է, որ ելի ինչ որ ունես, այդ քո ունեցած, այստեղ էլ արդեն տեսեք նյութական ունեցվածի մասին չի մենակ, հարազատների մասին է նաև։ Այն ինչ որ ունես, ասում է, ավելի ցածր պիտի լինի, քան ես եմ։ Ու իմ ավետարանը։ Մարկոս այս երկուսն է շեշտում, մյուս առաքյալները Քրիստոսին են շեշտում։ Քրիստոս եւ իր ավետարանը, իր բարի լուրը։ Եվ փաստորեն այդքան կարևոր է Քրիստոսի ավետարանը, հենց այս ավետարանն է, որ մենք այսօր փորձում ենք սերտել, որ վաղը մյուս օր այն դառնա նաև մերը։ Հետաքրքիր է նաև, որ ոչ թե կրկնապատիկ է ստանում, ընդհանրապես բիզնեսում ասում են 2-3 անգամ շահույթը, որ կա լավ է, այլ 100-ապատիկ է ստանում։ Եվ սա բացառիկ մի բան է, որ 100-ապատիկ պիտի ունենաս։ Եվ այստեղ նաև ուզեցի հիշեցնել մեր սերտած սերմնացանի առակը, որ մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60 եւ մեկի դիմաց 100 այս գաղափարը կա։ Աստված անհամեմատ ավելի առատ է, քան մեզ թվում է։ Եվ հետաքրքիր է նաև երկու բան, ոչ միայն երկնքում է ասում է ձեր վարձատրությունը լինելու, այլ նաև այստեղ։ Իսկ այստեղ ինչպես եմ ես վարձատրում, այստեղ ինչպես եմ ես ունենում հարյուրավոր քույրեր, հայրեր, մայրեր, եղբայրներ, բնական է ինձ թվում է մեր մեծ մասը ժողովրդի այստեղ կպատասխանի եկեղեցու միջոցով, հենց այստեղ։ Որովհետև եթե իրապես քրիստոնյա ենք, որովհետև եթե իրապես Քրիստոսին ունենք իբրև մեր Տերն ու Փրկիչը, ունենք հայրով Աստված եւ ունենք մայրով եկեղեցին, մենք իրապես ոչ թե 1 կամ 2 քույր ու եղբայր ունենք, այլ ունենք հարյուրավորներ եւ այդպես էլ ապրում ենք։ Ու փաստորեն, եթե մենք գտնում ենք եկեղեցուն, մենք գտնում ենք մեր իրական ընտանիքը։ Դրա համար է, որ միշտ ասում ենք, որ եկեղեցին միայն շենքն ու կառույցը չի, այլ եկեղեցին մենք ենք։ Բոլորս նոր Եվան Հայաստանից եկավ, ու առաջի բանը, որ ասեց, կարոտել է։ Այդ կարոտն է, որ քեզ բերում է ընտանիքի գաղափար, որտեվ հարազատիդ ես կարոտում, որտեվ սա է շատ կարևոր։ Եթե եկել ենք այստեղ ու արդեն հասել այս վիճակը, որ հարազատ ենք, դրա համար է, որ մեկը մյուսին կարոտում ես, ու սա է, որ եթե գտնում ես Քրիստոսի եկեղեցին, գտնում ես քո ավելի մեծ ընտանիքը, որը որ շատ ավելին է, ու հետաքրքրորեն այդ եկեղեցին, որ Քրիստոսինն է, ոչ միայն այստեղ, այլ երկնքում է նաև։ Ու դրա համար մենք այս եկեղեցին կոչում ենք զինվորյալ եկեղեցի, իսկ երկնքում գտնվող եկեղեցին կոչում ենք հաղթական եկեղեցի, որը հրեշտակների ու սրբերի դասին է պատկանում։ Ուրեմն դրա համար է, որ ասում եմ, եւ այստեղ կունենանք, եւ այնտեղ կունենանք։ Այսքանով հանդերձ նաև Տերը չի դադարում կամ չի այսպես զլանում ասելու, որ բայց այստեղ հալածանքներ եք ունենալու։ Այո, երանելի է այս ամենը, բայց հիշեք, որ հալածանքներ եք ունենալու։ Այլ խոսքով Քրիստոսի ավետարանը հեքիաթ չի։ Հեքիաթում միշտ լավ ու բարի է։ Եթե նույնիսկ ժամանակավոր էլ դժվարություններ կան, դրանք ընդհանրապես ժամանակավոր են, բայց Քրիստոսի ավետարանում սրանք ոչ թե ժամանակավոր են, այլ իրական են, ու Քրիստոս իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում նաև հալածանքներ ունենալը, որի մասին հիմա ինքը ավելի մանրամասն է խոսելու։ Ես նախադասությունը շատ հետաքրքիր է, որ շատ հաճախ թևավոր խոսքել է դարձել, ասում է շատերը սակայն, որ առաջին են պիտի լինեն վերջին, իսկ վերջինները առաջին։ Նա ով իր հույսը դրել է Աստծո վրա, կարող է վերջինը լինել այս աշխարհում, սակայն առաջինը լինելու հավիտենության մեջ։ Նաև ինչպես հայրերն են ասում, երբեմն հոգևոր ճանապարհ մուտք ենք գործում, լավ գնում ենք առաջ, սակայն ինչ որ մի բան խանգարում է, սերմնացանի առակի պես, կամ խոսքն է կորում, կամ չգիտեմ, արևն է այրում, կամ փշերն են խեղդում եւ գնում ենք դեպի աշխարհ։ Ու շատ հաճախ է լինում մեր խմբի անդամների միջից, ու անկեղծ ասած, ես իրապես շատ եմ տրտմում, երբ որ խմբի անդամ, որ ընտանիքի անդամ դարձավ, սկսեց գալ, հարազատ դառնալ, մտերմանալ, իրար հետ սկսեցինք ուխտագնացություններ տուն եւ այլն, ու մեկ էլ կորավ, ու երբ որ հարցնում ես ուր ես, ինչ ես, ասում ես զբաղված եմ։ Այսինքն նշանակում է ինչ, որ ինքը հեռացավ։ Քո հարազատին չես ասի զբաղված եմ ու գնաս։ Եթե քո հարազատն է, պահ ես փնտրում իր հետ լինելու։ Այստեղ մենք չենք հավաքվում միայն գիտելիք ստանալու։ Գիտելիքը իր կարևոր բաժինն ունի, բայց գիտելիքից ոչ պակաս երբեմն անգամ առավել այդ կոինոնիան, այդ ժողովուրդն, այդ հավաքն է, որի համար այստեղ է պետք է ոչ թե ինտերնետով նայել կամ ինչ որ բան, ու սա է, որ հաճախ մենք
կորցնում ենք այդ կապը, որը մեզ դարձնում է եկեղեցի։ Եվ լինում է նաև հակառակը, որ շատ սխալ ճանապարհներով ես անցնում, Աստծուց հեռու, մեղավոր կյանքով եւ այլն, բայց Աստված քեզ բերում է դեպի իրեն, դեպի իր տունը, դեպի իր մարմինը, եկեղեցին, եւ քո վերջը ավելի լավ է լինում, քան քո սկիզբը։ Բնականաբար երկրորդն ավելի նախընտրելի է, բայց ինչու՞ չէ կան անձինք, որ սկզբից մինչև վերջ կարողանում են գնալ, ու սա ավելի դժվար է, որովհետեւ հարատևելը քրիստոնյայի կյանքում ամենադժվար բանն է։ Բայց երբեք էլ ուշ չի, նման այն առակի, որ Քրիստոս ասաց վերջի ժամում աշխատողին էլ մեկ տաղան տվեց, առավոտվա եկող աշխատողին էլ մեկ տաղան տվեց, այլ խոսքով նույնիսկ եթե ուշ ես եկել Աստծո արքայության համար աշխատելու կամ եկեղեցու մաս դառնալու, միևնույն է ունենում ես այն վարձը, ինչ որ ոմանք, որի սկզբանե էին սկսել։ Հետաքրքիր է, եւ այստեղ նաեւ այս միտքն էին հայրերը ասում է շատերը կասեն, որ հա բայց այն ինչ որ կուտակում ենք մեր զավակների համար ենք կուտակում, եւ դա ճիշտ է ու բոլորս էլ փորձում ենք, բայց նաեւ այստեղ մի շատ կարեւոր բան կա։ Ավելի լավ է զավակներին Աստծո ճանաչողությունն ու հավատը թողնենք, քան կորստական ոսկին, որը կարող է կործանել նրանց։ Ու իմ կյանքում բազում դեպքեր կան, երբ այստեղ գալիս են ինձ մոտ ու ասում են տղուս համար ուզում եմ մի հատ մեծ խաչքար դնեմ։ Հայկ ջան, ինչ եղավ։ Դե դրագից օվերդոզ եղավ կամ էս եղավ ու որպես կանոն փողը խնդիր չի, այս է մոտեցումը։ Ուտեղ դու հասկանում ես, որ ցավոք սրտի ծնողը փողին գնաց եւ այդ փողով այդ զավակը փաստորեն փոխանակ ավելի լավը դառնար, այդ կորստական ոսկին կործանեց նաեւ իր զավակին։ Երբեք չեմ ակնկալի, որ Աստծո ճանաչողությունն ու հավատը զավակին կորստյան մատնի, ընդհակառակը ոտքի կկանգնեցնի ու առաջ կտանի։ Ուրեմն սա է նաև որ իրականությունն է մեզ ցույց տալիս։ Եվ հիմա գալիս ենք միտեղ, որ արդեն Քրիստոս բարձրանում է Երուսաղեմ, հաջորդ գլխից Երուսաղեմում ենք լինելու։ Դեռ Երուսաղեմի ճանապարհի վրա ենք եւ ասում է եւ Երուսաղեմ ելնելու ճանապարհի վրա են, Հիսուս աշակերտներից ավելի առաջ էր գնում, իսկ նրանք, որ նրա հետևից էին գնում, զարմացած էին եւ վախենում էին։ Այս խոսքերը շատ են զարմացրել ու շատ են վախեցրել, մանավանդ այս մեծահարուստի շատ դժվար վիճակը, որը որ իրենց իրապես միտքը շատ փոխել է։ Եվ հետաքրքիր է, որ այս ժամանակ նաև ուզում եմ առաջի բառերից սկսեմ Երուսաղեմ բարձրանալու այս ճանապարհը, որ միշտ գրեթե ամեն դարերի հայրերը, երբ որ ընթերցենք, նույն միտքն են ասում, որ մեր կյանքը Երուսաղեմ բարձրանալու ճանապարհն է, եւ դրա համար հաճախ եւ մեր շարականների մեջ մենք օգտագործում ենք երկնային Երուսաղեմ բառը, որ մենք էլ բարձրանում ենք երկնքի արքայություն, երկնային Երուսաղեմ։ Ու այդ ճանապարհին Քրիստոս ինքը առաջնորդողն է մեզ։ Ուրիշ առաջնորդ չեն կարող ունենալ։ Այսօր Մեսրոպի հետ Հոլիվուդ էինք ու անցնում էինք Կայզերի մոտով, միտեղ կար մի եկեղեցի էր, բոլոր հավատքների եկեղեցին։ Ու ինչ հավատք ունես, խնդիր չի արի, այնտեղ բայց խաչ էր դրված, հետո լոտուս էր դրված, այսպիսի մի խառը վիճակ էր, այսօր շատ տարածված է սա, չէ։ Քրիստոս է գնում դեպի երկնային Երուսաղեմ եւ ինքը առջևից է գնում եւ մենք իր հետևորդներն ենք։ Դրա համար մենք կոչվում ենք Հիսուսի հետևորդներ եւ միայն ինքն է ու ուրիշ ոչ ոք։ Բայց այս ընթացքում, երբ որ Քրիստոսին ենք հետևում, հաճախ մենք էլ ենք զարմացած երբեմն, այսինքն չենք հասկանում ինչ է կատարվում եւ նաեւ վախեցած ենք լինում եւ իմ կարծիքով սա իմ միտքն է, որ զարմանում ենք, քանի որ անսովոր բաներ ենք լսում, վախենում ենք, քանի որ անհայտ է ապագան եւ մեր ցանկացածը չէ։ Զարմանում ես, քանի որ անսովոր է, վախենում ես, քանի որ անհայտ է եւ քո ցանկացածը չի։ Եվ սա շատ մարդկային է։ Եվ մեզանից յուրաքանչյուրը իմ կարծիքով սրա միջով է անցնում կյանքի ճանապարհով։ Եվ նա նորից վերցնելով 12-ին առանձին սկսեց ասել նրանց, թե ինչ բաներ պիտի պատահեն իրեն։ Նորից ու նորից Մարկոս Ավետարանիչը բազում անգամ շեշտում է առաքյալների կարևորությունը։ Լիքը մարդ կա, բայց 12-ին առանձնացնում է եւ նորից իրենց փորձում է բացատրել։ Եվ առաքյալները այնպես չի, որ ամեն ինչ լավ են հասկացել, ու առաքյալները այնպես չի, որ ամեն ինչ արդեն սուրբ են ու կատարելության են հասել, նույնիսկ այն առաքյալները, այն երեքը, որոնք որ այլակերպությանը ներկային ու մենք կարդացինք,
Պետրոսը, Հակոբոսն ու Հովանեսը, պիտի տեսնենք, որ երեքն էլ սխալ ընթացքի մեջ են։ Պետրոսի մասին արդեն ընթերցեցինք, հիմա շուտով գալու են Հակոբոսն ու Հովանեսը։ Բայց ինչու է Քրիստոս կրկին զգուշացնում, որ հիշեն առաքյալներ ու անակնկալի չգան, երբ այդ պատահի իրեն։ Այլ խոսքով Քրիստոս հստակ ասում է, որ ինչ է կատարվելու, բայց այդքանով հանդերձ հայրերն ասում են, Քրիստոս ոչ թե ժողովրդական բառն եմ օգտագործում, ոտքը կախակցում, այսինքն հնարավորինս դանդաղ է գնում, չուզելով է գնում դեպի Երուսաղեմ, այլ առաջին ինքն է գնում, առաջին ինքն է գնում դեպի խնդիրները, որովհետև խնդիրներից հետոն է տեսնում, հարությունն է տեսնում, հաճախ այն ինչ որ մենք դժվարանում ենք տեսնել։ Նաև որպեսզի իմանան, որ իր կամքով է գնում։ Եվ ոչ թե ինչ որ մեկն իրեն պարտադրում, այլ ինքն է գնում դեպի այդ խաչելություն, որ այսքան կարևոր էր։ Եվ ասում է. ահա ելնում ենք Երուսաղեմ եւ մարդու որդին պիտի մատնվի քահանայապետերին եւ օրենսգետներին եւ նրան մահվան պիտի դատապարտեն եւ հեթանոսներին պիտի հանձնեն, նրան պիտի ծաղրեն, նրան պիտի ծեծեն եւ նրա վրա պիտի թքեն եւ պիտի սպանեն եւ երրորդ օրը նա հարություն պիտի առնի։ Ուշադրություն դարձեք, 3 վերջի գլուխների մեջ 8-րդ գլուխ, 9-րդ գլուխ եւ 10-րդ գլուխ։ Քրիստոս մեկ առ մեկ խոսեց իր չարչարանքների մասին, իր խաչելության մասին, բայց այս 10-րդ գլխինը, 10:34-ը ամենամանրակրկիտն, այսինքն աստիճանաբար իրանց տանում է դեպի իրականը, թե ինչ պիտի լինի։ Ու այստեղ ավելի գրաֆիկ ցույց է տալի, թե հստակ ու կոնկրետ այդ մարգարեությունը, որ ինքը կատարում է, ինչա լինելու։ Ուզում եմ նաև այստեղ նորից շեշտել, ինչպես որ ասացի, որ բարձանում ենք վերև։ Հետաքրքիր մի բան կա, նախ երկու անգամ է Հիսուս մատնվում։ Առաջին անգամ մատնվում է քահանայապետերին եւ օրենսգետներին, յուրայիններին, հրյաներին, իրեն յուրայիններին։ Դրանից հետո մատնվում է հեթանոսներին, օտարներին այլ խոսքով։ Բայց ինչն է հետաքրքիր, որ օտարները չէ, որ իրեն մահվան են դատապարտում, այլ հրյաներն են իրան մահվան դատապարտում։ Օտարները այդ մահվան դատապարտված այդ որոշումը կայացնողներն են, այլ խոսքով միտքը հրյա օրենսգետներն ու փարիսեցիները կամ քահանայապետերն են, իսկ գործիքը հեթանոսներն են։ Եվ ինչի է նա շեշտում հեթանոսներին, որովհետև հեթանոսները մարդիկ են, ովքեր Աստծուն չեն ճանաչում։ Իսկ հրյաները Աստծուն պիտի ճանաչեին։ Բայց արի ու տես, որ հեթանոսները այս դեպքում ավելի քիչ մեղք ունեն, քան թե յուրայինները, ովքեր որ Աստծուն ճանաչելով իրենք է որ մահվան դատապարտեցին մեր Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Եվ այստեղ նաև շարունակում, ախր միայն մահը չի, այլ անարգանքն է, որ Տերը կրելու է մեր բոլորի համար, անհատապես իմ ու քո համար։ Ու սա էլ է շատ կարևոր, որտեղ կարող ես մարդուն պատվով մահապատժի ենթարկել։ Նույնիսկ այս շրջանում, չէ, ասում են humanitarian ինչ-որ բաներ կա, անընդունելի է եւ այլն, բայց այս աստիճանի խայտառակել, հետո մահապատժի ենթարկել, սա ահավոր ծանր բան է ու հաճախ այդ անպատվությունը շատ ավելի ծանր է նստում մարդու վրա։ Ու սա էր, որ նաև Քրիստոս ուզում էր ցույց տալ, որ ես այս ամենը իմ համար չէ որ անում եմ, այսինքն ինքն իր համար չի որ անում է, այլ անում է մեր բոլորի համար։ Եվ սա ամենամեծ բանն է, որ դու գիտես, որ դու պատրաստ ես ուրիշի համար գնալ անարգանքի եւ խաչելության, ինչա այդ ուրիշը առիթ ունենա փրկության։ Եվ այստեղ կարծես թե այս ծանր վիճակում, որ պիտի զարմանային կամ շատ տխրեին, Զեբեդեոսի որդիները Հակոբոսը եւ Հովանեսը գնում են նրա մոտ եւ ասում են նրան. «Վարդապետ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Ոստեղ կարծես թե զարմանալի է ու հետաքրքիր է, որ սկզբից չեն ասում ինչ ենք ուզում, այլ ասում են մի բան ենք ասելու, պիտի անես։ Սա շատ հաճախ մեր ժողովրդական իրականության մեջ կա, նախապատրաստում ես, միջև որ քո խնդրանքը ներկայացնես։ Ինչու սա դրեցի, որովհետև այո, այս 12 առաքյալներ, կհիշեք, ասեցի Պետրոսն ասեց, մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք քո հետևից, ինչ ենք ստանալու։ Իրենք ամեն ինչ թողել էին նյութական առումով, բայց իրանք չէին թողել իրենց իգոն, իրանց եսը, իրանց փառքը, եւ իրենք դեռ փառք են փնտրում։ Ուրեմն կարող ես լինել նույնիսկ, չգիտեմ, ճգնավոր, վանական,
ամեն ինչ թողնել։ Ինչպես որ արեցին այս առաքյալ ավելի բարձր, առաքյալից բարձրը չկա, բայց փառասիրությունդ չես թողել։ Ու ավելին, ոչ թե չես թողել, այլ ավելի մեծացրել ես քո փառասիրությունը, որովհետև դու Քրիստոսի հետ արդեն մերձեցում ունես, մտերմություն ունես։ Ինքը քո աղոթքը լսում է, եւ դու ավելին ես ուզում, քան մյուսները։ Այդ ամբողջն, այսինքն այս իգոն, այս փուչիկը, որ դրել եմ, ավելի է փչվել քո մոտ։ Եվ փաստորեն այս արժեքը, որ եսն է, ավելի մեծ է այդ փառասիրությունը մարդկանց կյանքում, քան նյութը ինքնին։ Ու դրա համար այստեղ գրեցի առաքյալները թողել էին իրենց նյութական ունեցվածքը, սակայն ավելացրել էին իրենց փառասիրությունը։ Ու հենց այստեղ է, որ Քրիստոս իմանալով անշուշտ հանդերձ, թե ինչ պիտի ուզեն իրենից, նախ հարցնում է եւ նա ասում է նրանց. «Ինչ եք կամենում ինձնից, որ անեմ ձեզ»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնորհ արա մեզ, որ նստենք մեկս քո աջում, մյուսս քո ձախում, քո փառքի մեջ»։ Եվ իրապես ուզեցի մի քիչ մեր կյանք բերենք, որ հաճախ մենք բողոքում ենք, որ մարդիկ անաչառ չեն, այսինքն biased են անգլերենով։ Եվ իրենց մտերմության համար են դիմացիներին առաջ քաշում, լինի գործի տեղը, լինի որևէ այլ տեղ, տեսնում ես, որ ինչքան անարդար են, որ դու ավելի լավ ես աշխատում, կամ ավելի լավ հնարավորություններ ունես, գիտելիքներ ունես, եւ ուրիշը քանի որ մտերիմ է, ծանոթն է, բարեկամն է, առաջ գնաց ու դու մնացիր, բայց երբեմն, եթե ոչ հաճախ, մենք նույն բանը անում ենք։ Այն ինչի մասին, որ մենք բողոքում ենք, այդ նույնը մենք ենք անում։ Եվ միշտ օրինակ եմ բերում նրան, որ թեկուզ էս մեր Հայաստանի վերջի 3 կամ 4, ինչքան որ կուզեք ասեք, իշխանությունները ամեն անգամ բողոքեցինք այս խնամի ծանոթ բարեկամ հասկացողությունից ու ամեն անգամ նույն բանը կրկնվեց։ Ինչու՞։ Որովհետև չունենք Քրիստոսին, որովհետև Քրիստոսով չենք ապրում, որովհետև ինքը արդարությունը կամ ինքը ազնվությունը իրենով չի կարող քայլել, եթե հիմնված չի Քրիստոսի վրա։ Քրիստոսի վրա հիմնվածն է, որ ասում է սա անընդունելի է։ Ես քեզ շատ եմ սիրում, բայց Քրիստոսին քեզնից շատ եմ սիրում։ Ես չեմ կարող անարդար գտնվել, որովհետև անարդար գտնվելով ես Քրիստոսին եմ ուրեմն ցածրացնում։ Երբ որ Քրիստոս մեզանից վերև է ու երբ որ մենք Քրիստոսին իրոք սիրում ենք, այդ ժամանակ է, որ անաչառ ենք փորձում լինել։ Իսկ երբ որ Քրիստոս ուղղակի մեզ համար երևույթ է, ոչ թե շոշափելի Տեր, ինչ ուզում ասում ենք, բայց միևնույն ժամանակ մենք մեզ քրիստոնյա ենք կոչում։ Ինչ էին ասում այսօրվա մեր լեզվով էս մարդիկ, ասում են ուզում ենք VIP տեղերը։ Այսօր չէ, այս բանն է, մեկը ձախ, մեկը աջ։ Խորքի մեջ ինչ ուզում ա լինի, սա մարդկային է։ Եվ մենք էլ ենք ուզում այդ VIP տեղերը նստել։ Ու Քրիստոս այս մասին էլի էր խոսում եւ ասում էր, որ դուք կեղծավորներ փորձում եք առաջի տեղերը նստել եւ մարդկանցից փառք փնտրել։ Գնա վերջում նստի։ Եվ եթե արժանի կգտնվես, կբերեն քեզ արջև։ Իսկ եթե արջև ես գալիս ու մեկը քեզանից արժանի է ու գնում ես հետ, խայտարակ ես լինելու։ Բայց մարդը էսպիսին է։ Եվ հետաքրքիր է այստեղ, որ այս կոնտեքստի մեջ նաեւ մեզ գալիս է լրացնելու Մատթեոսը ասելով, որ առաջի խնդրանքը կարծես նրանց մայրը արեց, որ մոտեցավ Մատթեոս 20:20 հիշվող համարներ են, որ մայրը մոտեցավ ու ասեց իմ զավակներին մեկը աջ, մեկը ձախ կողմը դիր։ Բայց ինչու մայրը իրեն թույլ տվեց Քրիստոսին նման բան ասելու, որովհետև մենք հետո տեսնում ենք Հովանու Ավետանի 19-րդ գլխի մեջ, որ մայրը Հակոբոսի ու Հովանեսի մայրը կոչվում է Քրիստոսի մորաքույրը։ Այլ խոսքով արյունակցական կապ ունեն։ Հենց այս խնամի ծանոթ բարեկամն է, որ մոտիկ ենք իրար հետ։ Մայրը իր կողմից է ասում, որտեվ հարազատին է դիմում, բարեկամին է դիմում։ Տղաներն էլ իրենց կողմից են ասում, որովհետև փաստորեն ներսը լուրջ խնդիր կա, ով է առաջինը։ Ու անընդհատ մենք սա տեսանք, ով է առաջինը մեր մեջ։ Բայց հարցադրումն է, որ Քրիստոս փորձում է լուծել, ասելով Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում, կարող եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրանք կարող ենք։ Նախ ուզում ենք հասկանանք այդ միտքը, որ երբեմն մենք բաներ ենք ուզում Աստծուց առանց հասկանալու, թե ինչ ենք ուզում։ Ու սա շատ հստակ է։ Երկրորդ, Աստված մեզանից երկու բաներ պահանջում իբրև առաքյալ՝ իր բաժակը խմել եւ իր մկրտությամբ մկրտվել։ Առաջինը ինչ է, եթե ոչ,
դժվարություններով անցնել, չարչարանքներով անցնել եւ երկրորդ ինչա, եթե ոչ վերստին ծնունդ, մահանալ ու կենթանանալ Քրիստոսի համար։ Դա համար նույնիսկ հայերենում մենք պահել ենք այս բառակապակցությունը, ասում ենք համբերության բաժակս լցվեց։ Ինչի նկատի ունենք, բաժակը մի բան է, որ իր մեջ պարունակություն ունի։ Եվ այդ պարունակությունը կարա Սուրբ գրքի մեջ եւ օրհնություն լինի, ինչպես Սաղմոս 17-ի մեջ ենք տեսնում, կամ զայրույթ լինի, ինչպես Սաղմոս 76-ի մեջ ենք տեսնում։ Եվ այդ պարունակությունը նաեւ հաճախ հայերերը կոչում են վկայության, այսինքն նահատակության բաժակ, որովհետեւ դու քո մեջ ունես Քրիստոսին։ Եվ երբ որ ասում են ինչ է քո բաժակի պարունակությունը, դու ասում ես իմ բաժակի պարունակությունը Քրիստոս է։ Իմանալով հանդերձ, որ դրա համար դու կարող ես պատժվել կամ անգամ մահվան ենթարկվել, բայց դու չես ամաչում Քրիստոս ունենալով քո բաժակի մեջ ու ասում ես իմ մեջի պարունակությունը սա է։ Դրա համար նաև ասում ենք բաժակ, չարչարանք եւ դժվարություն, իսկ մկրտությունը խաչելություն եւ մասնավորաբար նաև հարություն։ Կամ բաժակը հաղորդությունն է, իսկ մկրտությունը հոգևոր կյանքն է։ Եվ Հիսուս նրանց ասաց. այստեղ է գալիս ամենակարևոր բուժումը։ Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, եւ այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աչում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է։ Հետաքրքիր է, նախ մի քանի 3 կետ կա, որ ուզում եմ նշել։ Քրիստոսի աչ ու ձախ կողմերում նախ եւ առաջ մենք տեսանք 2 ավազակների։ Եվ ինչու է սա կարևոր, որովհետև հայրերն ասում են խաչի վրա Քրիստոս փառավորված էր, ոչ թե նվաստացած։ Եվ դա էլ իր փառքն էր։ Եվ աչ ու ձախում ավազակներն են, մեկը բարի ավազակը, մյուսը չար ավազակը։ Երկրորդ պարագան, որ շատ հետաքրքիր է, պատահական չի, որ մանրանկարչության մեջ, եւ ես այստեղ սա նորից դրեցի, 2 մեծագույն բարեխոսները ձախ ու աչ կողմում Քրիստոսի կանգնածները, մեկը Աստվածամայրն է, մեկը Հովհաննես Մկրտիչը, ոչ թե 2 առաքյալները, այլ Աստվածամայրը եւ Հովհաննես Մկրտիչը, լինելով մեծագույն սուրբ ընդհանրապես, որ քերովբեներից եւ սերովբեներից բարձրն է, Աստվածամայր եւ մեծագույն մարդը, որ կանանցից ծնվել է, Հովհաննես Մկրտիչը։ Եվ նաեւ որոշ հայրեր այս միտքն են ասում, որ Քրիստոս լինելով երրորդության անձ, իր ձախ ու աչը, եթե այսպես ենք հասկանում, երրորդություն ինքնին է։ Այսինքն դու քեզ Աստծո տեղ ես դնում մարդ առանց հասկանալու թե ինչ ես ուզում։ Եվ այստեղ ոչ թե Քրիստոսի անկարողությունն են հայրերը տեսնում, որ ինքը չի կարող անել, այլ իր խոնարհությունը եւ արդարադատությունը, որ մարդկային չի, որովհետեւ մարդկայինի մեջ կա այդ մարմնական մտերմությունը, դե քալեցուր, չէ, ասում ենք, մի բան արա։ Աստվածայինի մեջ նման բան չկա, անաչառություն կա, կատարյալ անաչառություն կա, ու իրանք մարդկային են մտածում, իսկ Աստված ասում է մարդկային մի մտածեք, մեր մոտ անաչառություն է, կատարյալ։ Սո մի քանի ձևով չհասկացան առաքյալները, թե ինչ էին իրենք խնդրում Քրիստոսից։ Այդ լսելով ասում է 10 առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի եւ Հովհաննեսի վրա, Հիսուս նրանց իր մոտ կանչեց եւ ասաց. եւ բնականաբար բարկացան, որովհետեւ եթե քեզ ուզում ես բարձրացնես, մարդկային ընկալմամբ դիմացինին ցածրացնելու եւ ղեկավարելու հաշվին է դա։ Ես բարձրանում եմ, որ դու ցածրանաս։ Հետաքրքրորեն աշխարհը այդպես է, մենք այդ բան ունենք, չէ՞, այդ անիվ ունենք, որ պատտվում է, որ փոքր էի միշտ այդ էի մտածում, որ հիմա մեկը ինձնից բարձր է, հիմա ես եմ գալիս ու հիմա ամենաբարձր տեղում եմ, հետո ես իջնում եմ, ուրիշներն են ինձնից բարձրանում, հետո ամենացածր տեղում եմ լինում, ինչքան բարձրանում ես դիմացինին ավելի ցածր ես տեսնում, ու սա աշխարհային է։ Եվ երբ որ դու քո բարձրությունը ուրիշի հաշվին ես անում, դիմացինը քո վրա զայրանում է։ Եվ ասում է, ինչի՞ ես սենց անում, չնայած ինքն էլ նույն բանը կաներ։ Եվ դրա համար այստեղ ասում եմ, այս հատվածից հստակ է դառնում, որ առաքյալների պայքարը առաջինը լինելու համար շատ զորեղ էր, եւ Քրիստոս անընդհատ նրանց մշակում էր, ինչպես որ մեզ է անընդհատ մշակում, իր օրինակով, որ Աստծուն հաճելի կյանքը ճանաչեն եւ ապրեն։ Սո այս մշակման ընթացքն է առաքյալների, ու այսօր մեր մշակման ընթացքն է։ Աշխարհի ձևերը, այստեղ հետաքրքիր միտք է եկա, մոտս որ փողոցում եւ տաննել ենք սովորում։ Սակայն Աստծունը միայն ավետարանի մեջ եւ եկեղեցու խոսքով եւ կյանքով ենք սովորում, որտեղ բոլորս աշխարհային ձևերը գիտենք։ Աշկերտներս բացել ենք կամ փողոցում ենք սրանք սովորել, կամ տանն ենք սովորել, կամ շրջապատում, բակում,
դպրոցում անգամ, համալսարանում, մանկապարտեզից սկսած, բայց եթե ուզում ենք Աստծունը սովորել, ոչ մանկապարտեզում ենք սովորում, ոչ դպրոցում, ոչ համալսարանում, ոչ էլ բակում, ցավոք ոչ էլ տանը, որ 90%-ից ավելին։ Միակ տեղը, որ Աստծունը կարող ենք սովորել, սա ավետարանի մեջ է եւ եկեղեցու կյանքում է, որը լինում է խոսքով եւ նաեւ կյանքով, որտեվ կարող է խոսքով շատ լավ ավետարան իմանաս, բայց ինչքանով ես այդ ավետարանը ապրում, սա էլ մեկ այլ շատ կարևոր հարց է։ Եվ ասում է, գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավորներ համարվածները տիրում են նրանց եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա։ Երկրորդ անգամ այս բառը օգտագործում հեթանոս։ Ուզում եմ նորից շեշտել, պատահական չի, որ Քրիստոս նորից շեշտում է հեթանոսը։ Հեթանոսը ի նկատի ունի անաստվածը, անաստված հասարակարգ, այն մարդիկ, որոնք իրենց կյանքում Աստված չունեն։ Եթե ունեն Աստված, այդ ուրք կոչվածը, դա մտածածին երևակայական Աստվածը, դա իրական Աստվածը չի։ Այսօր մենք էլ հաճախ հեթանոսի նման ենք փորձում ապրել։ Մեր համար երևակայական Աստվածներ ենք ստեղծել։ Եվ մտածում ենք, որ Աստված նորմալ է այս ամենի հետ։ Նույնը անում էր հեթանոսը, բայց երբ որ իրական Աստծուն ես ճանաչում, իր խոսքի միջոցով, իր եկեղեցու միջոցով, լրիվ փոխվում է իրականությունը։ Այս ժամանակ արդեն ոչ թե դու ես թելադրում, մտածելով, որ դա Աստծուն հաճել է, այլ Աստված է թելադրում ու դու արդեն ընտրություն ունես, լսելու իրեն, թե չլսելու։ Եվ այդ ես հարցադրում ես, արդյոք մենք այդ հասարակարգի օրենքներով չենք շարժվում այսօր, այս հեթանոսական հասարակարգի օրենքներով չենք շարժվում այսօր, որովհետև միջև օրս էլ նույն խնդիրն է, այդ երկու ճանապարհի ընտրություն ունենք։ Կամ մի կողմ ենք գնում, կամ մյուս կողմ, եւ այդ ընտրությունը մեզ է տրված։ Եվ ասում է, ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, եթե ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի։ Փաստորեն մեծության իրական գրավականը խոնարհվելն է եւ ծառայելը։ Սա պիտի լինի եկեղեցում։ Սա պիտի լինի եկեղեցում։ Եվ իր լավագույն օրինակը Ոտնլվան եք տեսնում։ Միշտ ասում եմ ու կշարունակեմ ասել, այսօր Ոտնլվան դարձել է ռիտուալ, ծիսակարգ։ Ոտնլվան, երբ որ Քրիստոս արեց, ծիսակարգ չէր։ Ոտնլվան իրական խոնարհության ցուցանիշն էր, որ կատարյալ Աստված խոնարհվեց եւ լվաց մարդկանց ամենակեղտոտ մասը, ոտքերը։ Եվ երբ որ Պետրոսը նորից շփոթվեց ու ասեց, «Էս ինչ ես անում, գլուխս», լվա, ասեց, «Չէ, ամենապատվավոր մասը», ասեց, «Չէ, ոտքերդ պիտի լմամ, այլապես իմ հետ տեղ չունես արքայության մեջ»։ So ինչ է ասածս, որ իրականը սա երբեմն մենք դարձրել ենք հավատքը ռիտուալ։ Ուզում եմ սխալ չհասկանանք, այն ինչ որ եկեղեցին կատարում է, ինքը ավետարանի հիման վրա է։ Եվ առանց դրա չի կարող, որտեվ մենք այս վերջերս էինք անի հետ այս մեր ոդքասթի մեջ խոսում, որ ամեն անգամ, երբ որ կատարում ենք, օրինակ նույն շարականներն ասում են այսօր եղավ, մեզ հիշեցնում են այդ օրը, մեզ հիշեցնում են այն, ինչ որ կատարվել է օրինակ Քրիստոսի օրոք 2000 տարի առաջ, բայց շատ կարևոր է զատորոշումը դնենք, ապրում ենք դա, թե ուղղակի կատարում ենք կամ այդ ծեսն ենք անում, որովհետև ի պաշտոնե կոչված ենք այդ ծեսը անելու կամ մասնակցելու այդ ծեսին կամ ներկա գտնվելու։ Սա շատ մեծ տարբերություն է։ Ուրեմն երբ որ ասում ենք մեծ, հասկանում ենք սպասավոր, հունարեն նորից ուզում եմ բառը հիշեցնել, դիակոնոս, սարկավակ։ Երբ որ ասում ենք առաջին, հասկանում ենք ծառա։ Եվ սա իրապես փաստորեն, սա իրապես դժվար է մարդու համար ընկալել։ Բայց քրիստոնեական ընկալումը գնալով ինչքան շատանում, ավելի լավ ենք հասկանում մեծը ինչ է նշանակում, իբրև սպասավոր սարկավակ, եւ առաջին ինչ է նշանակում, եթե ոչ ծառա։ Ուզում եմ փոքրիկ նկատառում անել։ Այս օրինակ եկեղեցում սարկավակը կոչվում է ամենացածր սպասավորը։ Դա դպիրներ, բայց ի վերջո նաեւ սարկավակ։ Խորքի մեջ իր իրական իմաստով իբրև սպասավոր, դիակոնոս ամենաբարձրն է, որովհետեւ ամենաշատ սպասավորությունն է կատարում եւ եկեղեցուն եւ համայնքին։ Եվ սա է, որ Քրիստոս ուզում է, որ մենք հասկանանք։ Եվ քանի որ երեք այստեղ նաեւ մանրանկարչության հետաքրքիր դասախոսություն էր, որ խմբից շուտ սուրճ 20 հոգի եկել են, իրապես լավ էր, շատ օգտակար էր, ոմանք այստեղ ներկա են։ Ուզեցի նաեւ այս մանրանկարներից Սարգիս Սպիծակի մանրանկարը բերեմ, այս Ոտնլվայի, որ հրաշք է եւ անգամ թիվն ունենք ու քան գեղեցիկ են ու այս կինը բավական հետաքրքիր նաեւ
նկարագրեց մեր մանրանկարները, մի քանիսն էլ առաջնորդանի մանրանկարները նաև ես ցուցադրեցի առաջնորդանի մեր ունեցած ուրեմն հրաշալի հավաքածուից։ Շարունակում էր Տերը ասելով, որովհետև մարդու որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն։ Ինչ որ Քրիստոսը ինձնից պահանջում է, ոչ թե ակնկալում, այլ պահանջում է։ Սրանք տարբեր բառեր են։ Ոչ թե բանանում, դա requirement է։ Ինքը իր օրինակով ցույց է տալիս։ Իբրև մեծագույն ուսուցիչ ու մեծագույն հայր։ Նույնը իմ կյանքում պետք է լինի։ Հաճախ ես ինձ բռնում եմ այն մտքին, որ ինչ որ ես իմ տղայից պահանջում եմ, արդյոք ես այդ իմ կյանքով ցույց եմ տալիս։ Որտեվ եթե ցույց չեմ տալիս ու պահանջում եմ, ես փարիսեցի եմ։ Ոչ մի բանով փարիսեցիից չեմ տարբերվում։ Քրիստոս ցույց տվեց այդ օրինակը, ինչ որ ինքը պահանջում է, կարծես թե շատ դժվար է թվում, բայց ինքը իր օրինակով է ցույց տալիս, որ պիտի արվի, որտեվ ես ինքս անում եմ։ Եվ հետաքրքիր է մի տարբերությամբ, սակայն ինքը եկավ աշխատեց մեր համար, ավելին ոչ միայն աշխատեց, այլ նահատակվեց մեր համար։ Իսկ ինքը մեզանից դա չի ակնկալում։ Որովհետև եթե մեզանից յուրաքանչյուրը աստվածահաճո կյանքով ապրի, արդեն սա ինքնին իր համար բավարար, ինքը եկավ ամբողջ մարդկության համար նահատակվելու։ Եվ ես միտքն էի բերում, երեք առօրտից էի ճանապարհին հետ էի գալիս, մի հայր արդեն դե ավտոյի մեջ տեսնում ես, որ հայա թե ասենց շատ դժգոհ, այնքան դժգոհ տաքսի էր վարում, ձեռը դուրս գցած ու ասենց դժգոհ մռայլ հետևն էլ մարդիկ կային, ֆրիվեյով գնում էր։ Այնքան որ ուշադրությունս գրավեց, մի անգամից ինչ որ չափով դե բոլորս էլ մարդ ենք, հասկացա, որ այս մարդը դժգոհ է իր գործից, միգուցե եւ իր կյանքից։ Բայց ինքնազոհություն է անում, ինքն իրեն զոհում է, վստահ եմ իր ընտանիքի համար։ Տարիքով մարդ էր։ Եվ սա այդ օրինակն է, ինչ որ Քրիստոս մեզ տվեց։ Երբեմն այո, մենք էլ մեր ընտանիքների, մեր սիրեցյալների համար դժվարությունների մեջով ենք անցնում, բայց ի վերջո անում ենք դա, որովհետև սիրում ենք մեր ընտանիքի անդամներին ու անում ենք իրենց համար, նույնը Քրիստոս մեզ ցույց տվեց, բայց մի պայմանով, որ միայն մեր ընտանիքի համար չէ, որ անենք, այլ նաև դիմացինի համար անենք, որ կարող է մեր ընտանիքի անդամը չլինի։ Հետաքրքիր է նաև այս, որ դրա համար էր նաև այս ավետարանի միտքը, որ շատերի համար եմ եկել, որ իմ կյանքը իբրև փրկանք տալու։ Եվ ոմանք ասում են ինչու շատերի համար եւ ոչ բոլորի համար, Քրիստոս բոլորի համար եկել։ Երկու միտք կա, ոմանք ասում են շատերը նկատի ունի բոլոր, բայց խորքի մեջ նաեւ այս միտքը կա, որ ոչ բոլորն են Քրիստոսին ընդունում։ Ու այստեղ այն մարդկանց համար է խոսքը, ովքեր որ Քրիստոսին ընդունելու են ու դրա համար է, որ փրկության գրավականն է ստանալու։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանը Նազիանզացին 4-րդ դարում ասում էր Քրիստոս մեր սրբությունն է, մեր քավությունն է եւ մեր փրկությունն է։ Եվ այս նախադասության մեջ կարծում եմ արդեն ամեն ինչ ասված է։ Եվ եկան ասում է Երիքով, սա արդեն վերջի հետաքրքիր բանն է, հատվածն է։ Եվ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս, իր աշակերտներով եւ բազում ժողովրդով Տիմեի որդին կույր Բարտիմեոսը նստել մուրում էր ճանապարհի եզրին։ Երիքով առաջի քաղաքներ, որ հրեաները գրավեցին, կհիշեք այդ պարիսպները, երբ որ քանդվեցին Հեսուի օրոք, Հորդանան անցան, մտան Երիքով ու Երիքովը գրավեցին։ Երիքով աշխարհի ամենացածր քաղաքն է։ 850 ֆիտ, 850 ոտք, ծովի մակերեսից ցածր է։ Երբ որ գնում ենք այստեղ Death Valley, այնտեղ 200 ֆիտ է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, այստեղ 850 ոտք, ծովի մակերեսից ցածր, ամենացածր քաղաքն է աշխարհի։ Այսինքն ամենամոտը ճակերտավոր դժոխքին։ Եվ ինչ է հետաքրքիր, որ այսինքն այլաբանորեն հիմա ամենացածր քաղաքն է։ Հիմա կա այո Երիքովը։ Եվ հետաքրքիր է, որ Երիքովով է Քրիստոս անցնում, որպեսզի բարձրանա Երուսաղեմ։ Սա է շատ հետաքրքիր։ Ամենացածր տեղից գնում է բարձր, երկնային արքայություն, էս է միտքը։ Եկավ աշխարհ, որ մեզ բարձրացնի վերով։ Եվ հետաքրքիր է, որ դեպքը կատարվում է Երիքովից դուրս գալու ժամանակ, այսինքն արդեն Երիքովից դուրս է գալիս եւ ընդհանրապես ավետարաներում համարյա չեք տեսնի, Մարկոսում հաստատ միջև հիմա չտեսանք, որ որևէ հրաշք, որ Քրիստոս կատարում էր կամ բժշկություն,
անունով լիներ այդ բժշկվողին։ Օրինակի համար լավագույն դեպքում իմանում ենք Հայրոսի, ասենք, ծառաներ կամ Հայրապետի ծառան Հայրոսի աղջիկը, բայց միևնույնն է, բժշկվողի անունը որպես կանոն չենք իմանում։ Այստեղ բժշկվողի անունը կա, ոչ միայն իր անունը կա, այլ նաև հոր անունը կա եւ ինքնին հենց նույն բանն է, որովհետեւ ըստ երևույթին հայրն է ավելի կարեւոր, Բարտիմեոս, Տիմեի որդի։ Բառը որդի է նշանակում, բառացի հոր անունն է, Տիմեի որդի, Բարտիմեոս։ Եվ այս մարդը փաստորեն ինքը կերպար է, կարևոր կերպար է, որի մասին մենք պիտի խոսենք, բայց ուզում եմ իր մի հատ միջև իր անձը խոսենք, իր վիճակը հասկանանք։ Ինքը կույր է, մուրացկանա եւ ճանապարհի եզրին է նստած եւ մուրում է։ Եվ սա փաստորեն մեզանից շատերը կարող են իրենց վերագրել հոգեվոր կուրություն, հոգեվոր մուրացկանություն եւ ճանապարհի վրա նստած, ոչ թե ճանապարհի վրա է եւ քայլում է, այլ ճանապարհի եզրին նստած է եւ ոչինչ չի անում, որովհետեւ կույր է, չի կարող քայլել եւ լավագույն բանը, որ կարող է անել, ուղղակի մուրալն է, բայց դեպքում այդ մուրալը մենք տեսնում ենք, որ նաեւ լինում է աղոթքի տեսքով։ Ասում է, երբ լսես, թե անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Դավթի որդի Հիսուս, ողորմիր ինձ։ 3 բան կատարվեց այս մարդու կյանքում, որը շատ վատ վիճակում էր։ Ինքը լսեց, ինքը ճանաչեց եւ ինքը աղաղակեց։ Եվ աղաղակեց շատ կարևոր մի բառ, որը ողորմություն էր։ Ողորմություն էր խնդրում, բայց պարզ մարդուց չէր խնդրում։ Ողորմիր Դավթի որդի, իսկ Դավիթը ով էր։ Դավիթը իրանց ամենամեծ թագավորն էր։ Մինչև օրս հրեաների համար ամենամեծ թագավորը Դավիթն է, ոչ թե Սողոմոնը, եւ կոչում ենք Դավիթի աստղ։ Այսինքն այս կույրը Քրիստոսին կոչում է թագավորի զավակ, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Իսկ ողորմությունը, ինչպես որ նախորդ անգամ ասեցի, մեր եկեղեցու ամենամեծ ու ամենաշատ օգտագործվող բառն է։ Եվ ինչ է կատարում, ասում է, շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առավել եւս աղաղակում էր Դավթի որդի, ողորմիր ինձ։ Ընդհանրապես հայերեն ասում են, որ ողորմիր ինձ բառերն ուղղված են Աստծուն։ Եվ սա շատ կարևոր է, ինչպես ասացի, ամենից տարածված աղոթքն է մեր եկեղեցում։ Բայց ինչն է այստեղ շատ հետաքրքիր, որ ժողովուրդը իրան ստիպում է, որ ինքը իր աղոթքը դադարեցնի։ Այդ ինչ որ ասում է, ինքը աղոթք է անում։ Աղոթք է, պարզ աղոթք է, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Եվ փոխանակ ժողովուրդը օգնի, մենք այս մասին սերտել ենք, առանձին նյութ ենք արել հենց այս հատվածը։ Ավելի մանրակրկիտ ենք գնացել։ Ժողովուրդը իրեն լռեցնում է, իր աղոթքի ձայնը լռեցնում է։ Ամեն ձև, եւ սա միայն ուզում եմ ավելի խորքային գնանք, կասկած մտցնելով, դժվարություններ հարուցելով, ձայնը ավելի խլացնելով, ինչ որ ձևով լռեցնում են, սաստում էին, ասում են, որ լռի։ Եվ այստեղ մեզ է մնում մի շատ կարևոր բան, որտեղ ես ինձ շատ հաճախ եմ տեսնում հակառակ ձևի մեջ։ Երբեմն, երբ որ աշխարհը քո աղոթքը լռեցնում է, երբ որ մարդիկ քո աղոթքը լռեցնում են, դու լռում ես։ Բայց այս մարդը փոխանակ լռի, ավելի բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. Դավթի որդի, ողորմիր ինձ, որը ցույց է տալիս այս մարդու կամքի ուժը, իրական ուժը, որովհետեւ միշտ ասում եմ, ու ես վերջերս իմ կյանքում ավելի եմ համոզվում այդ ճշմարտության մեջ, որ ձեռքերի մկանները կամ բարձրահասակ թիկնեղ լինելը չի, որ մարդուն ուժեղա դարձնում, այլ կամքի ուժը, հավատի ուժը։ Եվ այս մարդը ունի այդ կամքի ուժը, ինքը թշվառ վիճակում է, բայց ինքը ունի ուժ ու կարողանում է աշխարհին դեմ գնալ, եւ եթե աշխարհը իրեն լռեցնում է, ինքը ավելի բարձր ձայնով աղաղակում է ու ասում Դավթի որդի, ողորմիր ինձ։ Եվ հիշելով այն միտքը հայերեն ասում են, որ Հովել մարգարեի միջոցով տրվեց ու նաեւ գործքում առաքյալը հիշեցրեց, որ եւ պիտի լինի այնպես, ասում է, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Եվ այս բառերն է, ինքը ընդունում է իրեն իբրև Դավթի որդի եւ կանչում է հավատալով, որ ինքը պիտի փրկվի։ Եվ դրա համար Բիդ 8-րդ դարի այս հետաքրքիր անգլիացի սուրբը այս միտքն էր ասում էր, երբ հոգեվոր պատերազմը թեժանում է,
աղոթքի ձայնն ու ձեռքերն ավելի են բարձրանում դեպի Աստված ու Տերը Հիսուս Քրիստոս, ով մեր ամրության քարն է։ Եվ իրապես այն սա գաղտնիքը, երբ որ պատերազմը թեժանում է, քո ներսում կարա լինի այդ պատերազմը։ Դու ավելի պիտի աղոթքի ձայնն ու ձեռքերդ բարձրացնես դեպի Աստված, որը իրապես ուժ է պահանջում, որը իրապես քաջություն է պահանջում ու ոչ բոլորս ունենք, բայց գիտակցությունը մեզ օգնում է, որ Քրիստոսին տեսնենք այդ ամրության քարը, այդ ժայռը, որի վրա մենք կանգ ունենք ու չենք կործանվելու։ Եվ այս աղոթքը, այս սրտի աղաղակը, այս բարձրաձայն աղաղակը հանգեցրեց նրան, որ Հիսուս կանգնեց, իր ճանապարհը կանգնեցրեց, իր ամբողջ առաքելությունը կանգնեցրեց։ Ինքը առաքելություն ունի ու գնում է իր ճանապարհով, բայց ինքը կանգնեցնում է իր առաքելությունը եւ հրամայում է, որ նրան կանչեն, եւ ասում է կույրին կանչեցին, նրան ասացին քաջալերվիր, վեր կաց, կանչում է քեզ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ Հիսուսի համար անձը ավելի կարեւոր է, քան ամեն ինչ, ահա թե ինչու ինքը կանգնեց։ Երբեմն մենք զբաղված ենք եւ մեզ ինչ որ մեկը ինչ որ մի բան է խնդրում ու մենք չենք անում։ Չենք անում, որովհետեւ ասում ենք հիմա ժամանակ չունեմ, սպասի։ Ու հետո էլ առիթ չի ունենում, չենք ունենում այդ մարդուն օգնելու։ Հետո վրեկներս այսպես ծանրանում է խեղճներից վրա, որ այս մարդը ինչ որ բան էր ուզում, իրեն չարեցի, որովհետեւ ես շատ կարեւոր գործի վրա էի ու դրա համար չարեցի։ Քրիստոս ամենակարևոր գործի վրա է գնում է Երուսաղեմ։ Բայց չի դադարում, չի զլանում կանգնել Երիքովի ծայրին եւ ասել թող գա։ Ու սա այնքան հետաքրքիր է, որովհետեւ Բարտիմեոսը, պես միտքը կար, որ ես ընտրեցի, իր համար ոչ թե case number էր, որ այսօր հիվանդանոցներում կա, այլ ոչ էլ գումար ու ոչ էլ ինշուրանսի փող, այլ մարդ էր։ Ու էսա տարբերությունը հաճախ, ու երբեմն մեր համար է այդպես դառնում։ Ու սա այնքան կարևոր է, որ իրական բժիշկի համար անձ տեսնվի անձը, ոչ թե իբրև ինշուրանսից գումար կամ փող։ Եվ հետաքրքիր նաև մի բան եղավ, որ հայրերը մեր ուշադրությանը բերեցին, այն անձինք, ովքեր որ իրեն ասում էին լռի, մի խոսա, մի աղոթի, այդ նույն անձինք միջոց հանդիսացան, որ գնան ու իրան ասեն արի հիմա Քրիստոսի մոտ։ Այսինքն այստեղ Քրիստոս ոչ միայն այս կույրին է բուժում, այլ բուժում է այն մարդկանց, ովքեր հակառակ են գնում Աստծո կամքին ու փոխանակ օգնեն այս անթույլ մարդուն, այսպես կոչված կամ հաշմանդամին, որ գնա Քրիստոսի մոտ, լռեցնում են ու հիմա այդ նույն մարդիկ են, որ բուժվեցին նաև Քրիստոսի խոսքով ու գնում ու ասում են գնա դեպի Քրիստոս, այլ խոսքով միջնորդ են հանդիսանում, որ ինքը գնա դեպի Քրիստոս, ու սա շատ կարևոր է։ Բայց հետաքրքիր այս բառերը, որ հետո կուզեմ նաև միասնաբար քննարկենք դասից հետո, թե ինչի պիտի քաջալերվեր ինքը։ Ու սրա մասին կարծում եմ տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ, ամենակարևորը ինձ թվում է, ինձ համար ես եմ ասում, բայց ինքը խորն է ինձ թվում է, շատ ավելին կարող ենք տեսնել, որ քաջալերվում ես, որովհետև երբ որ դու գնում ես Աստծո առջև կանգնելու, դու բավական լուրջ հարցեր ունես քո մեջ ու այսպես նարեկացու բառերն եմ ուզում ասած, կթոտած ոտքերով, այսինքն թուլացած ոտքերով ես դու խնդիրներ ունես, բայց միևնույն ժամանակ մեկը քեզ պետք է, որ քեզ քաջալերի ու ասի գնա դեպի Քրիստոս։ Եվ այստեղ ուզում եմ նաև մի ուրիշ բան էլ ասել, այո, ինքը կույր էր, ինքը ականջներ ուներ, ինքը լսեց Քրիստոսի մասին, եւ ինքը զորացած սիրտ ուներ, որ կարողացավ գնալ, որովհետեւ երբեմն այո, մենք կարող աչքեր չունենանք, որ տեսնենք Քրիստոսին, բայց ականջներ պիտի ունենանք, որ լսենք իր խոսքը։ Որովհետև հաճախ այդ ականջներ ունենալը կարող է փոխարինի այդ տեսնելը ու հետո վերականգնի այդ տեսողությունը, որը ներողություն շատ կարևոր է։ Գնանք առաջ։ Վերջին ենք ասել, եւ նա դեն գցելով իր զգեստները վեր կացավ, եկավ Հիսուսի մոտ։ Ուրեմն 3 գործողություն կատարվեց։ Զգեստները գցեց, վեր կացավ եւ գնաց Հիսուսի մոտ։ Նախ զգեստների գաղափարն է շատ հետաքրքիր, որովհետեւ ընդհանրապես հին հայրաբանական գրականության մեջ զգեստները գցել նշանակում է մեղքից հրաժարվեց։ Մի կողմ գցեց։ Ընդհանրապես ինքը կամ փառք է նշանակում, կամ ծանրություն, բեռ, որ դու ունես քո վրա, որը մեղքն է,
ու դու այդ բեռը քեզանից գցում ես, որ ազատվես, որ կարողանաս ոտքի կանգնել այդ ծանրության բեռից եւ կարողանաս քայլել ու գնալ դեպի Քրիստոս։ Եվ նաեւ երկրորդ պարագան կա այստեղ։ Չմոռանանք, այս մարդը կույր է։ Եվ եթե այս մարդը կույր է ու ինքը հիմա գնում է ճանապարհով դեպի Քրիստոս, ինքը հետո չի կարողանալու այդ զգեստները գնա ու գտնի։ Ուրեմն ինքը պատրաստ է այս զգեստները ոչ միայն գցի, այլ պատրաստ է այդ զգեստներից հրաժարվի ընդհանրապես, էլ իրան այդ պետք չի։ Այդ մեղքի բաժինը իրան էլ պետք չի։ Ինքը չի տեսնելու ու չի գնալու հետ։ Ինքը մենակ առաջ է սրանից հետո գնալու։ Նաև սա շատ կարևոր է։ Եվ հետաքրքիր մի ուրիշ պարագա էլ կա, որ Ղուկասի ավետարանում է, Մարկոսում սա չկա, եւ այստեղ դրա համար ես նկարը դա դրեցի, որ ասում է իրեն օգնեցին, որ ինքը գնա Քրիստոսի մոտ, ինքը չէր կարողանում գնալ մենակ։ Սա էլ ուրիշ մի դրվագ է մեզ օգնում, որ հասկանանք, որ երբեմն, օրինակ ինչպես կարա լինի ու շատերիս պարագան, էլ ուժ չունես քայլելու։ Ու քեզ օգնող ձեռքեր են պետք, որ թևերի տակից քեզ բռնեն ու տանեն դեպի Քրիստոս։ Ու սա էլ շատ կարևոր է։ Այո, Մարկոս ասում է ինքը գնաց, բայց Ղուկասն էլ մեզ ուրիշ պարագա է բերում, որ օգնող ձեռքեր են պետք, որ մեզ տանեն դեպի Քրիստոս։ Եվ Հիսուս ասում է նրան ասած. Ինչ ես ուզում որ քեզ անեմ, կույրը նրան ասաց, վարդապետ, աչքերս թող բացվեն։ Հետաքրքիր մի բան կա, եթե ուշադրություն դարձեցիք, չգիտեմ դարձեցիք թե չէ, այս հարցադրումը ինչ ես ուզում որ քեզ անեմ, դե բնական է Քրիստոս գիտի ինչ է ուզում։ Ավելին, եթե պարզ մարդ լիներ անգամ Քրիստոս, երբ որ կույրը գալիս է քո առջև, դու էլ բժիշկն ես, ինչ է ուզում քեզ անես։ Ուզում է որ աչքերը բացես։ Բայց ինչի Քրիստոս հարցրեց, որ այս մարդը աղոթի նորից, որտեվ այդ պատասխանը աղոթք էր։ Վարդապետ աչքերս թող բացվեն։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, էլ չի ասում Դավթի որդի, ասում է վարդապետ։ Ավելին հունարենի մեջ ոչ թե ռաբի, այլ ռաբունի, որ ավելի սիրո եւ ավելի պատկառանքի նշան էր։ Եվ փաստորեն ինքը այս ճանապարհը անցնելով դեպի Քրիստոս գալով, Քրիստոսին արդեն ավելի բարձր տեսավ ու ավելի մտերիմ տեսավ։ Եվ սա էր, որ նաեւ Քրիստոսին պետք էր։ Եվ հետաքրքիր մի բան ասեմ, մի տարբերություն մի քիչ առաջ մեր սերտած առաքյալների խնդրանքի, որ ուզում էին փառքի երկու աթոռներին նստել Քրիստոսի կողքը, այս մարդը ոչ մի բան չէր ուզում, ոչ մի փառք չէր ուզում։ Այս մարդը ընդամենը ուզում էր, որ իր դժվարությունը, որ իր թուլությունը, որ իր անկարողությունը Քրիստոս բժշկի, այլ խոսքով իրեն բժշկի ընդամենը այսքան։ Աղերս էր ներկայացնում, խնդրանք էր ներկայացնում։ Ու հաճախ սա շատ ավելի Քրիստոսի մոտ ընդունելի է, քան թե մեր փառքի համար կատարված աղոթքները, որոնք որ ցավոք չպիտի լսվեն, կամ ի փառք Աստծո պիտի չլսվեն։ Եվ Հիսուս նրան ասաց. գնա քո հավատը քեզ փրկեց։ Այս բառերը ինձ համար ու վստահ եմ բոլոր քրիստոնյաների համար ամենից երանելի, ամենից սպասված բառերն են, որ Քրիստոս մի օր մեզ ասի. գնա քո հավատը քեզ փրկեց։ Բայց ուզում եմ մի հատ վերլուծենք ինչ կատարվեց։ Նախ անձը ի սրտե աղերսեց, եւ սա աղերս էր, այդտեղից էլ աղոթք բառն է գալիս, աղերսանք։ Աղերսեց Քրիստոսին։ Տերը լսեց, Տերը կանգնեց, Տերը կանչեց։ Աղոթքս Քրիստոս լսեց, Քրիստոս իր ուշադրությունը, որ ուրիշ տեղ էր, փոխեց դեպի ին վրա, կանգնեց եւ Տերը ինձ կանչեց։ Սակայն դրանով ես չբժշկվեցի։ Հաճախ մենք այդ առաջի կեսի վրա ենք մնում։ Մենք աղոթում ենք այն հույսով, որ Տերը մեզ լսի ու Տերը մեզ ուշադրություն դարձնի։ Եվ Տերը մեզ լսում է, եւ Տերը մեզ ուշադրություն է դարձնում։ Բայց դրանով չի ավարտվում ընթացքը։ Մենք այլ ունենք կատարելու։ Մենք պիտի մեղքի զգեստը հանենք, մենք պիտի ոտքի կանգնենք, մենք պիտի ճանապարհով գնանք դեպի Քրիստոս ու Քրիստոսին իբրև ռաբունի ընդունելով, այսինքն այդ մտերմությունը նորից աղոթենք ու էս էլ դեռ բավարար չի։ Տեսեք ինչքան աշխատանք եղավ։ Իմ հավատքը պիտի ուժեղ լինի, ժողովուրդ։ Որտեվ երբեմն մեզ թվում է, թե մեր սրտագին աղերսանքը բավարար է։ Միգուցե եւ երբեմն բավարար է։ Աննայի պարագայում բավարար էր։ Ինքը սիրտը պատռեց եւ Աստված լսեց ու Սամուելին տվեց իրեն։ Բայց այս պարագայում այս կույրը մեզ օգնեց հասկանալու, որ մենակ սիրտ պատռելն էլ չի նույնիսկ, այլ հավատքիդ ուժն է։
Հավատքդ պիտի ուժեղ լինի, որովհետև ասեց գնա, քո հավատքը քեզ փրկեց, ոչ թե քո աղերսանքը քեզ փրկեց, այլ քո հավատքը քեզ փրկեց, որը նաև շատ կարևոր է, այլ խոսքով երկրորդ ձեռքն է ինձ տալիս, որ այո, աղերսանքը ամենակարևորն է, բայց չմոռանանք մեր հավատքը, որովհետև ամբողջ ավետարանի մեջ այս հավատքի ներկայությունը Քրիստոս անընդհատ մեզանից ակնկալում է։ Եվ փաստորեն ինչ էր դուրս գալիս, որ հավատը գործի վերածվեց ու դրա համար հրաշքը ամբողջացավ, կատարյալ դարձավ։ Ու առաջի բառը, որ այստեղ Քրիստոս ասում է գնա։ Ուշադրություն դարձեք, չասեց արի իմ հետևից, այլ գնա։ Ուր գնար այս մարդը։ Ինքը մուրացկան էր, կարող էր գնար, արդեն աչքեր ունի, տեսնում է, ավելի շատ փող վաստակ, այսօրվա կոնտեքստին եմ գալիս։ Կամ կարող էր գնար ավելի շատ եսը բարձրացնել, որովհետև ում էլ որ գնար ու տեսնեին, որ այս մարդը, որ կույր էր, մուրացկան ու հիմա տեսնում է, պիտի իր անունը թնդար, որ ինքը Աստծոց ընտրված է, որ Աստված իրան ընտրել է եւ իր աչքերը բացել է, ու իր եսը պիտի գնալով ավելի բարձրացնել, ինչպես որ Հակոբոսն ու Հովհաննեսն էին ուզում։ Բայց ինքը չգնաց աշխարհ, ինքը գնաց Քրիստոսի հետևից, ու սա շատ հետաքրքիր է, որ մենք պիտի տեսնենք։ Ինքը այլ խոսքով չմնաց Երիքովում, որը որ ամենացածր տեղն աշխարհի, այլ գնաց Քրիստոսի հետ դեպի Երուսաղեմ, եւ ասում է, եւ իսկույն նրա աչքերը բացվեցին եւ ճանապարհին գնում էր նրա հետևից։ Սա վերջին նախադասությունն է, որ շեշտում ենք եւ հետաքրքիր է։ Եթե կհիշեք, մենք 8-րդ գլխում 2 գլուխ առաջ սերտեցինք քույրի պատմությունը, որ սկզբից Քրիստոս թքով երբ որ աչքերին արեց, ասում է առաջի անգամ իբրև մարդկանց ծառեր տեսավ, հետո նոր երկրորդ անգամ բժշկվեց։ Դա էլ եղավ, 2 անգամից հրաշքը կատարվեց, բայց այս պարագայում մի անգամից էր հրաշքը կատարվում, ու սա նաև շատ կարևոր էր, որ լինում են աստիճանաբար բժշկություններ ու լինում է ամբողջական բժշկություն։ Եվ դրա համար այստեղ ուզեցի ասել, որ ի տարբերություն առաքյալների, որոնց որ թված թե իրենք ամեն ինչ թողել են ու գնացել են Քրիստոսի հետևից, նյութականը, այս մուրացկանն էլ ուներ ընդամենը այդ զգեստները, եւ ինքն էլ իր ամեն ինչ թողեց ու նորից գնաց Քրիստոսի հետևից։ Այն ինչ որ առաքյալներն արեցին, նույնը արեց նաև այս մուրացկանը, երբ որ թողեց իր ունեցվածքը, այդ մի քանի կտոր շորը ու գնաց Քրիստոսի հետևից։ Ու դրա համար նաև ուզում եմ գամ հիմա իր անունին, որ ի սկզբանե ասեցի։ Իր անունը, որ եւ իր անունն է, եւ իր հոր անունը կա, երկու կարծիք կա։ Օգոստինոս Երանելին 5-րդ դարում ասում էր ամենայն հավանականությամբ սա մի մեծ անձ էր, անվանի հոր զավակ, ընտանիքի հայր զավակ, որը որ կուրացել էր եւ բոլորը իրան իբրև այդպեսին գիտեին, անունով գիտեին ու պատահական չի, որ Մարկոս իրեն անունով է ներկայացնում։ Մերօրյա մասնագետներն ասում են ամենայն հավանականությամբ սա առաջի եկեղեցու անվանի մարդկանցից է, որը որ քայլող վկան էր Քրիստոսի կատարած հրաշքի, ու քանի որ բոլորը իրան գիտեին ու Մարկոսը գրեց մոտավորապես մի քանի տասնամյակ Քրիստոսի հարությունից հետո, ինքը շեշտում էր անձանց, որովհետև այդ ընթերցողները գիտեին, թե ում մասին է նաև խոսքը։ Երկուսն էլ հետաքրքիր են ու պատահական չի, ինչպես որ ասացի, որ այս երկուսի մոտ անունը համենայն դեպս ու հոր անունը ներկային, բայց ուզում եմ նաև ի վերջո վերջի միտքն էլ ասել, որ պատկերացրեք կույր, ով երկար ժամանակ կամ մի ամբողջ կյանք չգիտենք, չի տեսել ու առաջի բանը, որ իր աչքերը բացվում են, ոչ թե արևն է, ոչ թե երկինքն է, ոչ թե խոտն է, այլ Քրիստոսի դեմքն է, որը հայրերն ասում են ամենաերանելի բանն է, որ որևէ բան կարող ես ունենալ, երբեք կարող ես տեսնել։ Այս մարդը այդքան օրհնված էր, որ առաջի բանը, որ իր կյանքում տեսավ, Քրիստոսի դեմքն էր։ Եվ սա ոչ հայրերն ասում են, ոչ միայն փաստորեն իր աչքերը բացվեցին, մարմնական, այլ հոգու աչքերը բացվեցին, որովհետև Քրիստոսի դեմքը տեսնել մեկ բան, Քրիստոսին հետևել ուրիշ բան, եւ թե ինքը Քրիստոսին նաև հետևեց, ուրեմն նշանակում է, որ իր սրտի աչքերն էլ բացվեցին, ու դրա համար ոչ միայն իբրև Քրիստոսին մարդ տեսավ, այլ կատարյալ Աստված տեսավ ու որոշեց հետևորդը դառնալ Տիրոջ ու գնալ Քրիստոսի հետևից։ Այս հետաքրքիր համարներ, պատումներ Աստվածաշնչի, որ միասնաբար փորձեցինք սերտել եւ ուզում եմ երկու բանով ավարտել, ինչպես ամեն անգամ մի քանի բանալի բառեր ձեզ տամ,
որոնք կարող են մնալ մեր մոտ ու փորձենք հիշել սրանք, դժվար հարստություն, Աստծո արքայություն, զավակներս, թողնել, ճանապարհ, Երուսաղեմ, Երիքով, զարմացած, բաժակ, մկրտություն, կույր եւ 3 արտահայտություն, Դավթի որդի ողորմիր ինձ, գնա քո հավատը քեզ փրկեց, գնում եմ նրա հետևից, գնում էր նրա հետևից։ Սրանք իմ կարծիքով այն հետաքրքիր բառերն ու արտահայտություններն են, որոնց վրա պետքա ուշադրություն դարձնենք։ Իսկ վերջում, որ տեսնենք կբացի թե չէ, իմ այդ հոգևոր փոքրիկ նաև վերլուծումը կար, որ ուզում եմ սանով ավարտել, որ հաճախ մենք այնքան ենք ծանրաբեռնում մեր կյանքը նյութական հարստությամբ կամ եսի պաշտամունքով, որ խիստ նեղացնում ենք մեր մուտքը երկնքի արքայություն, դարձնելով այն ասեղի անցքի չափ։ Երբ Տերն առաջնորդում է մեզ դեպի Երուսաղեմ, հիշում ենք մեծ քրիստոնյայի խոսքը, որ մեզ ասում էր, սա մեջ եմ բերում առաջի անգամ, մեր տունը Քրիստոսի հետ կյանքն է, ասում է, ճանապարհը Քրիստոսի հետ չարչարվելը եւ խաչ բարձրանալը, իսկ նպատակը Տիրոջ հետ հավիտենականի մեջ լինելն է։ Ինչպես կարող ենք մեր տուն գնալ, եթե չենք ցանկանում ճանապարհով ընթանալ, Օգոստինոս Երանելի։ Այլ խոսքով, որպեսզի ճանապարհ հասնենք նպատակակետին երկնքի արքայություն, ուզենք թե չուզենք, ճանապարհով ենք անցնելու, իսկ ճանապարհն ինքնին այդ խաչելության ճանապարհն է։ Այս արտահայտությունը գնա քո հավատը քեզ փրկեց, հիմա գալիս եմ ինձ, սա Տիրոջ ամենից ցանկալի խոսքերն են, որոնք ես տենչում եմ իմ ամբողջ սրտով ու հոգով։ Հաճախ հավատս չի բավարարում, վախենում եմ, շփոթվում եմ եւ ընկնում եմ խուճապի մեջ։ Այդ ժամանակ եմ խնդրում, որ քրիստոնյա եղբայրներս եւ քույրերս ինձ համար աղոթեն, ձեռքերս բռնեն, այլ խոսքով։ Այսօր էլ շատ եմ խնդրում եւ սա իրականություն է, որ աղոթքի մեջ, ձեր աղոթքի մեջ ինձ հիշեք, որ իմ հավատին ամրություն տա իմ Տերը։ Հիշենք նաեւ, որ երբեմն ավելի կարեւոր է, թե ինչ ենք խնդրում, քան ով է խնդրում։ Գրում եմ երբեմն, բայց իրապես այդպես էլ կա։ Տերը առաքյալների խնդրանքը մերժեց, սակայն կույրինը կատարեց, քանի որ առաջինը Աստվածահաճո չէր, իսկ երկրորդը Աստծուն հաճել։ Ու իրապես երբեմն նաև էական չի, թե ով է աղոթում, այլ թե ինչ ենք աղոթում, ու սա էլ շատ կարևոր է։ Ու դրա համար խնդրում եմ, որ մեկս մյուսի համար աղոթենք եւ մեկս մյուսի հավատի ամրության համար աղոթենք, որովհետեւ շատ հաճախ, եթե անկեղծ լինենք, ես իմ հետ անկեղծ եմ, փորձում լինել գոնե, իմ հավատը բավական տկար է, ես շատ կարիք ունեմ հավատի ամրության։ Ու շնորհակալությունը փորձեցի ավարտել այսօրվա մեր ավետարանով։ Ինչպես երեք ասվեց, մենք զարմանալի է ինձ համար, ես չէի իմանում, վերջերս եմ բացահայտել, որ մենք ավելի շատ ձեռագիր ունենք, քան գեթիզը։ Ինչ վերաբերում է հայկական ձեռագրերին, սխալ չհասկանաք, ավելի շատ հայկական ձեռագիր ունենք, քան Gettys Museum-ը։ Ինքը երեք ասեց 5 ձեռագիր ունենք, մենք ավել ունենք։ Եվ Նորայրը մեր բանասեր, գիտեք, գրափարագետը, ոմանք իր դասերին են եկել, այս ձեռագրերը վերլուծում է, փորձում է նաև տարբեր կարևոր բաներ, ձեռագրագիտությունը մեծ արվեստ է։ Եվ այսօր որ բերեցի, որ Նորայրը աշխատի հետո հետ տարա սեյֆ տնելու, փորձեցի գտնել Մարկոսի ավետարանի այն հատվածը, որը որ այսօր մենք սերտելու ենք։ Ու չգիտեմ, յուրահատուկ կարող է սենտիմենտալ թվալ ձեզ, բայց երբ որ ձեռագիր ես բացում, այս հարյուրավոր տարիների մարդկանց ձեռքով գրած երբեմն շտկումներ է կատարել այնտեղ բան, որ կարդում ես լրիվ ուրիշ ձև ես ձեռագիրը ընթերցում, Աստվածաշունչը ընթերցում, քան ասենք ինչ որ նորորյա մեր գրքերն են ու ուզեցի սա էլ թողնեմ, որ այսօրվա մեր տեքստը այսօր այստեղ է դրվելու, եթե ցանկացողներ կան, կարող են կարդալ ու տեսնել, ու նաև ինչն է սա ինձ հետաքրքիր, որ այն ինչ որ մենք սերտում ենք, նույնն է նաև ձեռագրի մեջ, այսինքն նաև այդ տեքստի վավերականությունը կա, որ տեսեք տառ առ տառ, բառ առ բառ, այն ինչ որ մենք այստեղ սերտում ենք, նաև նույն ձեռագրերի մեջ կան։ Այսքանը մի քիչ ժամանակից առաջ անցանք, շնորհակալ եմ։ Ուզում եմ ասել հետևյալը, ես այստեղ պիտի խնդրեմ նոր անձինք, ովքեր որ կան, իրենց email-ի հասցեն ու անունը գնել, այս թղթերից մեկի վրա տետրս մոռացա բերեմ,
Բայց ամեն անգամ ամեն ամիս իմ ծնունդն ենք նշում եւ ամեն օր, այո, բայց այս ամիս էլ պիտի խնդրեմ, որ հոկտեմբեր ամսը